Տարվա ամենասպասված հարսանիքի երեկոյին մի անսպասելի ներկայություն սառեցնում է բոլոր հյուրերին։ Փեսայի նախկին ընկերուհին, ՀՂ-ի, հայտնվում է սրահում, վճռական հայացքով ձեռքին, հրավիրատոմս։ Հաջորդ րոպեներին տեղի ունեցածը վերածվում է ազգային սկանդալի, որը հեռարձակվում է ուղիղ եթերում։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Երանը շնչում էր հուլիսին բնորոշ այն տոտ ու խոնավ օդը, երբ թվում է, թե ասֆալտը հալվում է ոտքերիդ տակ, իսկ երկինքը ծանր ամպեր է կուտակում, որոնք անձր են խոստանում, բայց այդպես էլ չեն տեղում։ Կենտրոնում, բարձր պարիսպներով ու էլեկտրոնային դարպասներով շրջապատված առանձնատների մեջ, կար մի հանդիսությունների սրահ, որն այդ գիշեր պիտի դառնար երանյան էլիտայի ամենաքննարկվող պատմություններից մեկի բեմը։ Ֆլորենս համալիրը, ինչպես հայտնի էր այն, պարծենում էր ներկրված բյուրեղապակյա ջահերով, սպիտակ մարմարե հատակով, որն արտացոլում էր յուրաքանչյուր քայլ, սպիտակ ու կարմիր վարդերով զարդարված այգիներով, որոնք օդը լցնում էին քաղցր ու թունդ բույրով։ Անահիտ Սարգսյանը 10-րդ անգամ էր ուղղում հարսանեկան զգեստը, իր համար նախատեսված հարդարման սենյակի հայելու առաջ։ Ֆրանսիական ժանյակից կարված գործվածքը կատարյալ կերպով ընկնում էր նրա սլացիկ մարմնի վրա, նրբագեղությամբ ընդգծելով յուրաքանչյուր կորություն։ 32 տարեկանում նա վերջապես իրականացնում էր այն երազանքը, որ փայփայում էր դեռահասությունից ի վեր, ամուսնանալ հաջողակ, հիացմունքի արժանի, ցանկալի տղամարդու հետ։ Տիգրան Վարդանյանը պարզապես հեղինակավոր գործարար չէր։ Նա այն գործարարն էր։ Տեխնոլոգիական կայսրության ժառանգորդ, որը տարածվում էր ողջ երկրով մեկ, Տիգրանի դեմքը զարդարում էր բիզնես ամսագրերի շապիկները, նրան հրավիրում էին հեռուստահաղորդումների, նրա անունը կապվում էր միլիոնավոր դրամների ներդրումների ու նորարարական նախագծերի հետ։ Նրա հետ ամուսնանալը սիրուց ավելին էր նշանակում։ Դա նշանակում էր պատկանել իշխանության, ազդեցության ճանաչման աշխարհին։ Անահիտը ժպտաց իր արտացոլանքին, բայց աչքերը թեթ անվստահություն էին մատնում։ Կար մի բան, որ անհանգստացնում էր նրան, ինչպես կոշիկի մեջ ընկած քար, որը նա փորձում էր անտեսել։ Վերջին օրերին Տիգրանը հեռու էր պահում իրեն, խորասուզված ժողովների ու հեռախոսազանգերի մեջ, որոնք կտրուկ ավարտում էր, երբ Անահիտը մոտենում էր։ Հարցերին պատասխանում էր այտը համբուրելով ու հանգստացնող խոսքերով։ Պարզապես հարսանիքի պատճառով է լարված, ասում էր նա։ Աշխատանքային հարցեր են, ոչ մի լուրջ բան։ Անահիտը հավատում էր, որովհետև ուզում էր հավատալ։ Որովհետև պետք էր հավատալ։ Քաղաքի մյուս ծայրում, նոր Նորքի համեստ բնակարաններից մեկում, Լուսինե Հակոբյանը ձեռքերում պահում էր սպիտակ, ծանր ծրար։ Թուղթը բարձրորակ էր, ոսկեգույն դրոշմազարդով նուրբ գեղագրությամբ գրված տառերով։ Հարսանեկան հրավիրատոմս էր։ Տիգրանի հարսանիքի։ Նա կարդաց այնտեղ տպված նրա անունը, Անահիտի անվան կողքին, զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց կրծքավանդակում։ Ձեռքերը թեթակի դողում էին։ 6 ամսական հղիության փորը ծանրություն էր ոչ միայն ֆիզիկապես, այլ խորհրդանշականորեն։ Նրա ներսում աճում էր մի երեխա, որին Տիգրանը հրաժարվում էր հրապարակայնորեն ճանաչել։ Մի երեխա, որին նա համառորեն ուրանում էր, թե գիտեր, որ իրենն է։ Լուսինեն Տիգրանին հանդիպել էր 3 տարի առաջ, կորպորատիվ միջոցառման ժամանակ, որտեղ նա աշխատում էր որպես հասարակայնության հետ կապերի մասնագետ։ Տիգրանն ուղեկցությամբ էր, բայց նրանց հայացքների փոխանակումն անխուսափելի էր։ Սկսեցին գաղտնի հանդիպել։ Ընթրիքներ հեռավոր ռեստորաններում, ուղղորություններ հարան քաղաքներ, որտեղ ոչ ոք նրանց չէր ճանաչում, կրքոտ հաղորդագրություններ, որոնք փոխանակում էին ուշ գիշերով։ Տիգրանն ասում էր, որ կավարտի այն հարաբերությունները, որոնք ուներ այդ ժամանակ։ Որ պարզապես ժամանակի կարիք ունի։ Որ Լուսինեն այն կինն է, ում ինքն իսկապես սիրում է։ Լուսինեն հավատաց, որովհետև սիրահարված էր։ Որովհետև վստահում էր նրա խոսքերին։ Որովհետև կարծում էր, որ սերը միշտ հաղթում է։ Բայց ժամանակն անցավ, Տիգրանը ոչինչ չավարտեց։ Նա պարզապես ավելի լավ սովորեց թաքցնել։ Եվ երբ Լուսինեն իմացավ, որ հղի է, ամեն ինչ փոխվեց։ Տիգրանի զանգերը հազվադեպ դարձան։ Հանդիպումները գոյություն չունեցող։ Նա սկսեց սառն վերաբերվել Լուսինեին, կարծես նա լուծում պահանջող խնդիր լիներ։ Փող առաջարկեց։ Առաջարկեց, որ Լուսինեն միայնակ շարունակի իր ճանապարհը։ Ասաց, որ պատրաստ չէ հայր դառնալու։ Որ ավելի մեծ ծրագրեր ունի։
որ Լուսինեն պետք է հասկանա իր դրությունը։ Լուսինեն զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Այն տղամարդը, որ հավերժական սեր էր երդվում, այժմ նրան վերաբերվում էր որպես անցյալի սխալի։ Եվ հետո եկավ հրավիրա Տոմսը։ Ուղարկված փոստով, առանց նշված ուղարկողի, բայց նա գիտեր, թե որտեղից է այն եկել։ Ինչ-որ մեկը ցանկանում էր, որ նա այնտեղ լինի։ Ինչ-որ մեկը Տիգրանի ընտանիքից։ Նա չգիտեր, դա թակարդ էր, դաժանության դրսորում, թե արդարության հնարավորություն։ Բայց այդ թուղթը մատների արանքում պահելով, Լուսինեն որոշում կայացրեց։ Նա գնալու էր։ Ոչ թե սկանդալ սարքելու համար, ոչ թե վրեժ լուծելու, այլ Տիգրանի աչքերի մեջ նայելու մի պարզ հարց տալու, ինչու նա ընտրեց փախչելը դիմակայելու փոխարեն։ Հանդիսությունների սրահը սկսեց լցվել հյուրերով երեկոյան ժամը 7-ի սահմաններում։ Անթերի կոստյումներով գործարարները միմյանց ողջունում էին հաշվարկված ժպիտներով, ամուր ձեռքսեղմումներով։ Երեկոյան երկար զգեստներով կանայք քայլում էին սրահով, կարծես անտեսանելի պոդիումի վրա լինեին։ Մատուցողները շրջում էին ֆրանսիական շամպայնի նրբահամ նախուտեստների սկուտեղներով։ Ձավորումը շլացուցիչ էր։ Ծաղկային հսկայական կոմպոզիցիաները զբաղեցնում էին յուրաքանչյուր անկյուն, բուրավետ մոմերը ստեղծում էին մտերմիկ մթնոլորտ, իսկ կենդանի նվագախումբը նվագում էր դասական մեղեդիներ, որոնք ուղեկցում էին զրույցներին ու զուսպ ծիծաղին։ Տիգրանը կանգնած էր իր ազաբների կողքին, փոխանակելով մեկնաբանություններ բիզն քաղաքականության մասին։ 37 տարեկանում նա ուներ մեկի կեցվածքը, ով ծնվել է առաջնորդ լինելու համար։ Մուգ մազերը հետ սանրված, ընդգծված գզակ, շագանակագույն աչքեր, որոնք վստահություն ու վճռականություն էին հաղորդում։ Նա կրում էր իր չափսերով կարված սմոքինգ, որն ընդգծում էր նրա մարզական կազմվածքը։ Նա ժպտում էր հյուրերին, բայց միտքը այլ տեղ էր։ Վերջին օրերին նա անանուն հաղորդագրություններ էր ստացել, որոնք ակնարկում էին, թե հարսանիքին ինչ-որ բան կարող է այնպես չգնալ։ Անորոշ, բայց անհանգստացնող հաղորդագրություններ։ Նա փորձել էր հետել դրանց, բայց ով էլ որ լիներ, զգույշ էր։ Տիգրանը վախ ցույց տվող տղամարդ չէր, բայց աճող անհանգստություն էր զգում։ Արարողությունը սկսվեց ճիշտ ժամը 8-ին։ Անահիտը սրահ մտավ նվագախմբի կատարմամբ հնչող հարսանեկան քայլերքի ներքո։ Նա դանդաղ քայլում էր սրահի կենտրոնով անցնող կարմիր գորգի վրայով, ձեռքին պահելով սպիտակ վարդերից փունջ։ Քողը մասամբ ծածկում էր նրա դեմքը, բայց չէր թաքցնում հուզված ժպիտը։ Բոլորի հայացքներն ուղղված էին նրան։ Պրոֆեսիոնալ տեսախցիկների լուսարձակումները ֆիքսում էին յուրաքանչյուր քայլ։ Տիգրանը կանգնած էր առջում, քահանայի կողքին, դիտելով հարսնացուի մոտենալը։ Նրա աչքերը փայլում էին, բայց ոչ միայն հուզմունքից։ Այնտեղ ավելին կար։ Թեթացում, գուցե։ Կարծես ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի։ Արարողությունը գեղեցիկ էր։ Երթումները տրվեցին ամուր հուզված ձայներով։ Մատանիները փոխանակվեցին բուռն ծափահարությունների ներքո։ Համբույրը կնքեց միությունը բոլորի առաջ։ Անահիտը զգում էր, որ երազի մեջ է ապրում։ Տիգրանը զգում էր, որ հաղթահարել է կյանքիս մեկ փուլ։ Բայց մինչ հյուրերը շարժվում էին դեպի ընդունելության սրահ, ոչ ոք չնկատեց մի զուսպ կերպարանք, որը հեռվից հետում էր։ Լուսինեն կանգնած էր սրահի կողային մուտքի մոտ, հագին երկար, մուգ կապույտ զգեստ, որն ընդգծում էր նրա հղի փորը։ Նրա շագանակագույն մազերը ազատ թափվում էին ուսերին։ Նա աչքի ընկնող զարդեր չէր կրում։ Ուշադրություն չէր ուզում։ Պարզապես ուզում էր այնտեղ լինել։ Ընդունելությունը սկսվեց աշխուժությամբ։ Հյուրերը տեղավորվեցին սպիտակ-սպիտակեղենե սփռոցներով, շքեղ ծաղկային կոմպոզիցիաներով զարդարված սեղանների շուրջ։ Մատուցողները մատուցում էին հայտնի խոհարարների կողմից պատրաստված նրբահամ ուտեստներ։ Ներկրված գինիները բացվում լցվում էին բյուրեղապակյա գավաթների մեջ։ Կենդանի երաժշտությանը փոխարինելու եկավ դիջեյը, որը սկսեց ավելի աշխույժ երգեր միացնել։ Զույգերը բարձրանում էին պարելու։ Ծիծաղը թնդում էր։ Զրույցները բազմապատկվում էին։ Դա կատարյալ հարսանիքի կատարյալ տոնակատարություն էր։ Բայց հետո սրահի գլխավոր դռները նորից բացվեցին։ Եվ Լուսինեն ներս մտավ։ Նրա քայլերը դանդաղ էին, բայց վճռական։ Նա ամուր բռնել էր փոքրիկ պայուսակը, կարծես դա խարիսխ լիներ։ 6 ամսական փորն անհնար էր անտեսել։ Նրա մուգ կապույտ զգեստը էլեգանտ էր, բայց պարզ։
Նա չուներ շքեղ զարդեր կամ չափազանցված դիմահարդարում։ Նրա ներկայությունը զուսպ էր, բայց տպավորիչ։ Եվ մինչ նա առաջ էր շարժվում սրահով, հայացքները սկսեցին ուղղվել նրան։ Սկզբում մի քանի հետաքրքրասերներ, հետո ավելի շատ մարդիկ։ Եվ հետո լռությունը սկսեց տարածվել, ինչպես ալիքները հանգիստ լճում։ Անահիտն առաջինը նկատեց։ Նա զրուցում էր մի քանի ընկերուհիների հետ, երբ նկատեց աճող խշշոցը։ Շրջվեց, տեսավ Լուսինեին։ Անձամբ չէր ճանաչում նրան, բայց այդ ներկայության մեջ ինչ-որ բան անհանգստացրեց նրան։ Անահիտը կիտեց հոնքերը, աչքերով փնտրեց Տիգրանին։ Նա սրահի մյուս կողմում էր, զրուցում էր ներդրողների մի խմբի հետ։ Դեռ չէր տեսել։ Լուսինեն կանգնեց սրահի կենտրոնում։ Սիրտը խփում էր անկանոն։ Նա հստակ չգիտեր, թե ինչ է անելու այնտեղ։ Մշակված պլան չուներ։ Պարզապես ուզում էր, որ Տիգրանը տեսնի իրեն։ Որ իմանա, որ ինքը չի անհետանա։ Որ նրա երեխան գոյություն ունի, արժանի է ճանաչման։ Նա խորը շունչ քաշեց, շարունակեց քայլել դեպի գլխավոր սեղանը, որտեղ նստած էր Անահիտը։ Հենց այդ ժամանակ Տիգրանը տեսավ նրան։ Նրա աչքերը լայն բացվեցին։ Արյունը կարծես սառեց երակներում։ Նա վայր դրեց գինու գավաթը, որը քիչ էր մնում ընկներ գետնին, եթե ինչ-որ մեկը չբռներ։ Արագ քայլերով անցավ սրահը, փորձելով կանգնեցնել Լուսինեին, մինչ նա շատ կմոտենար Անահիտին։ Բայց արդեն ուշ էր։ Բոլորն արդեն տեսել էին։ Բոլորը նայում էին։ Տիգրանը հասավ Լուսինեին ամուր, բայց առանց բռնության բռնեց նրա թից։ Նրա ձայնը ցածր էր, բայց լի լարվածությամբ։ Ինչ ես անում այստեղ, հարցրեց նա, փորձելով պահպանել հանգստությունը։ Լուսինեն նայեց նրա աչքերին հանգիստ, բայց դողացող ձայնով պատասխանեց. Ես հրավիրատոմս եմ ստացել։ Տիգրանը սեղմեց շուրթերը։ Դա անհնար է։ Դու չպետք է այստեղ լինեիր։ Լուսինեն ցույց տվեց ծրարը, որը պայուսակում էր։ Նա վերցրեց հրավիրատոմսը, տեսավ, որ այն իսկական է։ Ինչ-որ մեկն իսկապես ուղարկել էր նրան։ Բայց ո՞վ։ Անահիտը մոտեցավ։ Նրա արտահայտությունը շփոթության զայրույթի խառնուրդ էր։ Տիգրան, ինչ է կատարվում։ Ո՞վ է այս կինը։ Տիգրանը փորձեց բացատրել, բայց բառերը խճճվում էին։ Անահիտը նայեց Լուսինեին, հետո նրա փորին։ Պատկերն ամբողջացավ։ Անահիտի աչքերը լայն բացվեցին։ Շուրթերը դողացին։ Նա նայեց Տիգրանին, կարծես անծանոթի լիներ։ Դու ինձ այս մասին չես պատմել, ասաց նա խեղդված ձայնով։ Տիգրանը փորձեց բռնել նրա ձեռքից, բայց Անահիտը հետ քաշվեց։ Ոչ, շշնջաց նա։ Հիմա ինձ մի դիպչիր։ Ամբողջ սրահում բացարձակ լռություն էր։ 300 զույգ աչքեր հետում էին տեսարանին, ցնցումի, հետաքրքրասիրության, անհարմարության խառնուրդով։ Ոմանք հանում էին բջջային հեռախոսները գրպաններից, նկարահանելով ամեն ինչ։ Մյուսները շշնջում էին իրար մեջ։ Մի խումբ տարեց կանայք դժգոհ գլուխներն էին օրորում։ Գործարար տղամարդիկ իրար էին նայում, հաշվարկելով, թե ինչպես դա կազդի Տիգրանի հեղինակության վրա։ Լուսինեն զգաց, որ ոտքերը դողում են։ Նա դա չէր ուզում։ Չէր ուզում լինել ուշադրության կենտրոնում։ Չէր ուզում քանդել որևէ մեկի հարսանիքը։ Նա պարզապես ուզում էր, որ Տիգրանը ստանձնի պատասխանատվությունը։ Բայց հիմա, բոլոր այդ դատապարտող հայացքների առաջ, նա իրեն փոքր ու խոցելի էր զգում։ Անահիտ, ես այստեղ չեմ եկել խնդիրներ ստեղծելու համար, ասաց Լուսինեն դողացող ձայնով։ Ես պարզապես ուզում եմ, որ նա ճանաչի երեխային, որն այստեղ է։ Նա ձեռքը դրեց փորին։ Նա գիտի, որ իրենն է։ Նա միշտ իմացել է։ Տիգրանը ձեռքերը բարձրացրեց, կարծես ուզում էր հանգստացնել իրավիճակը։ Սա թյուրիմացություն է, ասաց նա բարձրաձայն, դիմելով հյուրերին։ Այս կինը շփոթված է։ Նա փորձում է ինձ ներքաշել մի բանի մեջ, որի հետ ես ոչ մի կապ չունեմ։ Լուսինեն զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում։ Շփոթված։ Դու ինձ շփոթված ես անվանում։ Տիգրան, դու խոստացել էիր, որ կլինես իմ կողքին։ Դու ինձ ասում էիր, որ սիրում ես ինձ։ Իսկ հիմա ինձ շփոթված ես անվանում բոլորի առաջ։ Անահիտը զգաց, որ արցունքներն այրում են աչքերը։ Նա շրջվեց դեպի Տիգրանը։
Դու ինձ դավաճանել ես։ Նրա ձայնը ցավագին շշուկ էր։ Տիգրանը գլուխը թափ տվեց։ Ոչ, Անահիտ։ Այս ամենը սուտ է։ Նա փորձում է ինձնից փող կորզել։ Ես երբեք նրա հետ ոչինչ չեմ ունեցել։ Լուսինեն մի քայլ առաջ արեց։ Սուտ։ Ուզում ես ցույց տամ հաղորդագրությունները։ Լուսանկարները։ Այն ամենի ապացույցները, ինչ մենք միասին ապրել ենք։ Սրահի մթնոլորտը լիովին փոխվեց։ Դա այլս տոնակատարություն չէր։ Դա հանրային դատավարություն էր։ Տիգրանը զգում էր, որ վերահսկողությունը դուրս է գալիս իր ձեռքից։ Նա շուրջը նայեց, տեսավ հյուրերի դեմքերը։ Ոմանք խղճահարություն էին ցուցաբերում։ Մյուսները՝ զզվանք։ Ոմանք պարզապես դիտում էին, հիացած դրամայով։ Անահիտն անշարժ էր, ինչպես մարմարե արձան, փորձելով ընկալել այն ամենը, ինչ կատարվում էր։ Հանկարծ մի ամուր ձայն կտրեց լռությունը։ Դա մոտ 50 տարեկան մի տղամարդ էր, մոխրագույն կոստյումով, որը ոտքի կանգնեց կողային սեղաններից մեկից։ Նա ուներ ալեխառն մազեր վեհ կեցվածք։ Տիգրան, գուցե ժամանակն է, որ դու ճշմարտությունը պատմես։ Տիգրանը զայրացած արտահայտությամբ շրջվեց դեպի տղամարդը։ Հակոբ քեռի, սա քո գործը չէ։ Տղամարդը մի քայլ առաջ արեց։ Իմ գործն է։ Ես եմ նրան հրավիրատոմսն ուղարկել։ Ես կարծեցի, որ դու արժանի ես դիմակայելու քո արարքների հետանքներին։ Բոլորի առաջ։ Սրահը պայթեց շշուկներից։ Անահիտը ձեռքը տարավ բերանին։ Ցնցված։ Լուսինեն զարմացած նայեց Հակոբին։ Տիգրանը սեղմեց բռունցքները։ Դու ինչ ես արել։ Հակոբը խաչեց ձեռքերը։ Ես հոգնել եմ տեսնել, թե ինչպես ես դու ստում, մանիպուլյացիա անում, փախչում պատասխանատվությունից։ Դու վախկոտ ես, Տիգրան։ Եվ այսօր բոլորը դա կտեսնեն։ Տիգրանը շարժվեց դեպի Հակոբը, բայց ազաբներից մեկը զսպեց նրան։ Անահիտը սկսեց լուռ լաց լինել։ Լուսինեն հանկարծակի ցավ զգաց որովայնի ստորին հատվածում։ Նա տնքած ձեռքը տարավ փորին։ Ինչ-որ մեկը նկատեց գոռաց։ Նա վատացավ։ Շտապօգնություն կանչեք։ Մարդիկ արագ շարժվեցին։ Մի քանի կանայք մոտեցան Լուսինեին, օգնելով նրան նստել մոտակա աթոռին։ Նա դժվարությամբ էր շնչում։ Ցավերը գալիս էին ալիքներով։ Նա բռնեց կանանցից մեկի ձեռքը շշնջաց. Խնդրում եմ, երեխաս։ Ես չեմ կարող կորցնել երեխայիս։ Անահիտը հեռվից հետում էր ամեն ինչին, արցունքներն ազատ հոսում էին դեմքով։ Նրա կատարյալ հարսանիքը վերածվել էր մղձավանջի։ Տիգրանը կանգնած էր Հակոբի կողքին, թեժ վիճելով, մինչ հյուրերը սկսում էին ցրվել։ Ոմանք դուրս էին գալիս սրահից։ Մյուսները մնում էին, հիպնոսացած դրամայով։ Տեսախցիկները շարունակում էին նկարահանել։ Սոցիալական ցանցերն արդեն սկսում էին արձագանքել։ Հեշթեգեր էին ստեղծվում։ Մեկնաբանությունները բազմապատկվում էին։ Անկումը սկսվել էր։ Եվ մինչ շտապօգնության բուժաշխատողները հասնում էին Լուսինեին օգնելու, հանդիսությունների սրահը, որը պետք է երջանիկ ավարտի բեմ լիներ, դառնում էր բացահայտված ճշմարտությունների, քանդված ստերի լիովին փոխված ճակատագրերի տեսարան։ Շտապօգնության մեքենան կտրում էր Երանի փողոցները, շչակների ձայնը արձագանքելով դեկտեմբերյան տաք գիշերվա մեջ։ Մեքենայի ներսում Լուսինեն պառկած էր պատգարակի վրա, միացված սարքերին, որոնք վերահսկում էին նրա կենսական նշանները երեխայի սրտի զարկերը։ Բուժաշխատողներից մեկը բռնել էր նրա ձեռքը, խոսելով հանգստացնող տոնով, մինչ մյուսը ստուգում էր զարկերակային ճնշումը։ Խորը շնչեք, ասում էր նա։ Ամեն ինչ լավ կլինի։ Երեխան լավ է արձագանքում։ Լուսինեն փակեց աչքերը, թույլ տվեց, որ արցունքները հոսեն։ Նա լաց էր լինում ոչ միայն ֆիզիկական ցավից։ Լաց էր լինում նվաստացումից, տխրությունից, այն զգացումից, որ այդ պահին բոլորովին մենակ է։ Շտապօգնության մեքենայից դուրս քաղաքը բաբախում էր իր բնորոշ էներգիայով։ Մեքենաները ազդանշաններ էին տալիս, հետիոտները քայլում էին լուսավորված մայթերով, բարերն ու ռեստորանները լի էին ծիծաղող ու զրուցող մարդկանցով։ Կյանքը շարունակվում էր բոլորի համար, բացի Լուսինեից։ Նրա համար աշխարհը փլուզվել էր րոպեների ընթացքում։ Նա մտածում էր Տիգրանի մասին։ Հիշում էր նրա հայացքը, երբ տեսավ իրեն սրահում։
Դա զարմանք չէր։ Դա խուճապ էր։ Բացահայտվելու վախ։ Այն ամենը կորցնելու վախ, ինչ կառուցել էր։ Նա երբեք չի անհանգստացել ինձ համար, դառնությամբ մտածեց Լուսինեն։ Նա միայն իր իմիջի մասին է անհանգստանում։ Շտապօգնության մեքենան հասավ Նաիրի բժշկական կենտրոն, Երանի ամենահեղինակավոր հիվանդանոցներից մեկը։ Լուսինեին արագ տեղափոխեցին հիվանդանոցային պատգարակի վրա, տարան մանկաբարձական շտապօգնության բաժանմունք։ Բժիշկներն ու բուժքույրերը արդյունավետ շարժվում էին, հարցեր տալով նրա վիճակի, բժշկական պատմության զգացած ախտանիշների մասին։ Նա պատասխանում էր թույլ ձայնով, փորձելով հանգիստ մնալ։ Խիստ հավաքած մազերով մի բժշկուհի զգուշորեն զննեց Լուսինեին։ Դուք շատ ուժեղ հուզական սթրես եք տարել, լրջորեն ասաց նա։ Դա կծկումներ է առաջացրել, բայց երեխան առայժմ կայուն է։ Այս գիշեր ձեզ հսկողության տակ կպահենք։ Պետք է հանգստանաք։ Լուսինեն գլխով արեց, թեթացած։ Մինույն ժամանակ Ֆլորենս համալիրում հանդիսությունների սրահը վերածվել էր լուռ մարտադաշտի։ Հյուրերի մեծ մասը լքել էր տարածքը, բայց դեռ մի քանի մարդ մնացել էր։ Անահիտը նստած էր հարդարման սենյակի աթոռներից մեկին, ճմրթված հարսանեկան զգեստով արցունքներից լղոզված դիմահարդարմամբ։ Նրա հարսնաքույրերը փորձում էին մխիթարել նրան, բայց խոսքերը դատարկ էին հնչում։ Ինչպես կարող էր նա մխիթարվել։ Նրա հարսանիքը քանդվել էր նախքան սկսվելը։ Այն ամենը, ինչի մասին երազել էր, փշրվել էր հարյուրավոր վկաների առաջ։ Տիգրանը գողային սենյակում էր, շրջապատված մի քանի մտերիմ ընկերներով, իր տնօրենների խորհրդի անդամներով։ Բոլորը լուրջ արտահայտություններ ունեին։ Նրանցից մեկը, Արթուր Դավթյան անունով ալեխառն մազերով փաստաբանը, խոսում էր ամուր տոնով։ Տիգրան, սա ազգային սկանդալ է դառնալու։ Նկարահանումներն արդեն սոցիալական ցանցերում են։ Դու պետք է պաշտոնական հայտարարություն անես։ Վերահսկիր պատմությունը, քանի դեռ ուշ չէ։ Տիգրանը ձեռքերն անցկացրեց մազերի միջով, տեսանելիորեն ցնցված։ Ես ոչ մի սխալ բան չեմ արել։ Նա եկել էր այստեղ ինձ ոչնչացնելու։ Արթուրը գլուխը թափ տվեց։ Կարևոր չէ, թե դու ինչ ես կարծում։ Կարևոր է, թե մարդիկ ինչ կմտածեն։ Եվ հիմա նրանք մտածում են, որ դու մի տղամարդ ես, որը լքել է հղի կնոջը։ Սենյակի մյուս կողմում Հակոբ Վարդանյանը լուր հետում էր ամեն ինչին։ Նա Տիգրանի հորեղբայրն էր, նրա հոր ավագ եղբայրը։ Հակոբը ի սկզբանե դեմ էր Տիգրանի մեթոդներին։ Նա զարմիկի մեջ տեսնում էր տարիներ առաջ մահացած եղբոր աղավաղված տարբերակը։ Տիգրանի հայրը Ռուբեն Վարդանյանը ընտանեկան կայսրությունը կառուցել էր ազնիվ աշխատանքով, ամուր արժեքներով։ Բայց երբ նա անսպասելիորեն մահացավ սրտի խնդրից, Տիգրանը ստանձնեց գործերը, սկսեց փոխել կանոնները։ Նա հավակնոտ էր, հաշվենկատ, ըստ Հակոբի, անսկզբունքային։ Այդ պատճառով, երբ Հակոբն իմացավ Լուսինեի մասին ընկերությունում աշխատող մի աշխատակցուհու միջոցով, նա որոշեց գործել։ Ոչ թե Տիգրանին ոչնչացնելու, այլ նրան ստիպելու անել այն, ինչ ճիշտ էր։ Հակոբը ոտքի կանգնեց, քայլեց դեպի Տիգրանը։ Տիգրանի ընկերները հետ քաշվեցին, տեղ տալով։ Դու գիտես, որ ես դա չարությամբ չեմ արել, հանգիստ ձայնով ասաց Հակոբը։ Արել եմ, որովհետև դու պետք է դիմակայես իրականությանը։ Տիգրանը զսպված զայրույթով նայեց հորեղբորը։ Դու ոչնչացրեցիր իմ հեղինակությունը։ Հակոբը խաչեց ձեռքերը։ Ոչ, Տիգրան։ Դու ինքդ ոչնչացրեցիր քո հեղինակությունը, երբ ընտրեցիր ստել, մանիպուլյացիա անել, փախչել հետանքներից։ Ես պարզապես դա լույս աշխարհ հանեցի։ Տիգրանը սեղմեց բռունցքները։ Դու իրավունք չունեիր։ Հակոբը մի քայլ առաջ արեց։ Ես պարտականություն ունեի։ Որպես քո հորեղբայր։ Որպես մեկը, ով ճանաչել է քո հորը, գիտի, թե որքան նա կհիասթափվեր այն տղամարդուց, որին դու վերածվել ես։ Երկուսի միջ լարվածությունը շոշափելի էր։ Սենյակում գտնվող մյուս տղամարդիկ լուռ մնացին, հետելով։ Տիգրանը գիտեր, որ Հակոբը մասամբ ճիշտ է, բայց նրա հպարտությունը թույլ չէր տալիս դա ընդունել։ Նա թիկունքով շրջվեց, դուրս եկավ սենյակից, բոլորին թողնելով հետում։ Քայլեց սրահի միջանցքներով, մինչ գտավ մի կողային ելք, որը տանում էր դեպի արտաքին այգի։ Գիշերվա զով օդը հարվածեց նրա դեմքին։ Նա հենվեց մարմարե սյուներից մեկին, թույլ տվեց, որ մարմինը թուլանա։
Այդ գիշեր առաջին անգամ Տիգրանը թույլ տվեց, որ մտքերն առանց ստիճների հոսեն։ Նա հիշեց Լուսինեին։ Առաջին հանդիպումները։ Ժամեր տող զրույցները։ Նրա ծիծաղելու ձը։ Այն ձը, որով նա նայում էր իրեն, կարծես ինքը յուրահատուկ լիներ։ Տիգրանը սիրահարվել էր նրան, բայց երբեք դա իրեն չէր խոստովանել։ Որովհետև խոստովանելը նշանակում էր խոցելիություն։ Իսկ նա չէր կարող իրեն թույլ տալ խոցելի լինել։ Նրա դիրքը պահանջում էր ուժ, վերահսկողություն, ռացիոնալություն։ Երբ Լուսինեն հղիացավ, նա խուճապի մատնվեց։ Պատրաստ չէր հայր դառնալու։ Չէր ուզում, որ դա խանգարի իր ծրագրերին։ Այսպիսով, ընտրեց ամենահեշտ ճանապարհը՝ ժխտել։ Ձացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Առաջ շարժվել։ Բայց հիմա, այդ դատարկ այգում, Երանի աստղերի լույսի ներքո, Տիգրանը մտածում էր, թե արդյոք ճիշտ ընտրություն է կատարել։ Հարդարման սենյակի ներսում Անահիտը վերջապես խնդրեց մենակ մնալ։ Ընկերուհիները դժկամությամբ դուրս եկան, նրան թողնելով լռության մեջ։ Նա նայեց հայելուն, տեսավ մի կնոջ, որին չէր ճանաչում։ Հարսանեկան զգեստը, որը պետք է խորհրդանշեր նոր սկիզբ, այժմ դաժան դիմակահանդես էր թվում։ Նա կտրուկ շարժումով պոկեց քողը, գցեց գետնին։ Արցունքները նորից սկսեցին հոսել։ Անահիտը չգիտեր, թե ինչ է զգում։ Զայրույթ, տխրություն, դավաճանություն, ամեն ինչ միաժամանակ։ Նա իր ամբողջ կյանքը կառուցել էր Տիգրան Վարդանյանի կինը լինելու գաղափարի շուրջ։ Եվ հիմա այդ ինքնությունը փշրված էր։ Անահիտը վերցրեց բջջային հեռախոսը, տեսավ հարյուրավոր ծանուցումներ։ Հաղորդագրություններ ընկերներից, ծանոթներից, նույնիսկ մարդկանցից, որոնց հազիվ էր ճանաչում։ Ոմանք աջակցություն էին առաջարկում։ Մյուսները պարզապես ուզում էին իմանալ մանրամասները։ Նա բացեց սոցիալական ցանցերը, տեսավ, որ դա ազգային թրենդ է։ Ընդհատված հարսանիք Վարդանյան սկանդալ հեշթեգերը երկրի ամենաքննարկվող թեմաներից էին։ Սրահի տեսարանի տեսանյութերը միլիոնավոր դիտումներ ունեին։ Մեկնաբանությունները բաժանվում էին Լուսինեին աջակցողների, Տիգրանին դաժանորեն քննադատողների միջ։ Անահիտը փակեց հավելվածը, անկարող լինելով շարունակել կարդալ։ Նրա անձնական կյանքը դարձել էր հանրային զվարճանք։ Քաղաքի մյուս ծայրում, հիվանդանոցում, Լուսինեն վերջապես կարողացավ հանգստանալ։ Բժշկուհին թեթ հանգստացնող էր նշանակել, օգնելու նրան թուլանալ։ Երեխան լավ էր։ Վաղաժամ ծննդաբերության նշաններ չկային։ Նրան պարզապես հանգիստ խաղաղություն էր պետք։ Բայց ինչպես գտնել խաղաղություն տեղի ունեցածից հետո։ Լուսինեն նայեց հիվանդասենյակի սպիտակ առաստաղին, զգաց ամոթի ու թեթացման խառնուրդ։ Ամոթ, ամեն ինչ այդպես բացահայտելու համար։ Թեթացում, վերջապես ճշմարտությունն ասելու համար։ Նա մտածեց երեխայի մասին, որն աճում էր իր ներսում։ Տղա, ըստ ուլտրաձայնային հետազոտության։ Նա արդեն ընտրել էր անունը՝ Գաբրիել։ Դա նշանակում էր Աստծո մարդ կամ Աստծո պատգամաբեր։ Լուսինեն առանձնապես կրոնասեր չէր, բայց նրան դուր էր գալիս այն ուժը, որը հաղորդում էր անունը։ Գաբրիելը ուժեղ կլիներ։ Նա պետք է լիներ։ Որովհետև նրա հայրը վախկոտ էր։ Իսկ նրա մայրը պետք է բավականաչափ ուժեղ լիներ երկուսի փոխարեն։ Լուսինեն դանդաղ շոյեց փորը, շշնջաց. Ես կհոգ տանեմ քո մասին, իմ սեր։ Ինչ էլ որ պատահի։ Ես միշտ այստեղ կլինեմ։ Այդ շաբաթ օրվա լուսադեմին սկանդալի մասին լուրերն արդեն տարածվել էին ողջ Հայաստանով։ Բամբասանքների կայքերը սենսացիոն հոդվածներ էին հրապարակում։ Հեռուստահաղորդումները սկսում էին պատրաստել բանավեճեր հարաբերությունների, դավաճանության պատասխանատվության մասին։ Թվային ազդեցիկ անձինք իրենց կարծիքներն էին հայտնում։ Մեմեր էին ստեղծվում, տարածվում։ Տիգրանի, Անահիտի, Լուսինեի պատմությունը դառնում էր հավաքական երակայության մաս։ Եվ որքան շատ էր թեման քննարկվում, այնքան ավելի էր մեծանում ճնշումը Տիգրանի վրա։ Կիրակի առավոտյան Տիգրանն արթնացավ կենտրոնի իր պենթհաուսում։ Նա հազիվ էր քնել։ Աչքերն ուրած էին, գլուխը ցավում էր։ Նա վերցրեց բջջային հեռախոսը, տեսավ 238 բաց թողնված զանգ։ Տեքստային հաղորդագրությունները կուտակվում էին։ Էլեկտրոնային նամակները լցնում էին նրա փոստարկղը։ Նա անտեսեց ամեն ինչ գնաց պատշգամբ։
Այնտեղից, վերից, Երանը տարածվում էր ինչպես բետոնի ապակու ծով։ Այն քաղաքը, որը նրան ծափահարել էր, այժմ դատում էր նրան։ Տիգրանը երկար ժամանակ անց առաջին անգամ վախ զգաց։ Ոչ թե իրավական կամ ֆինանսական հետանքների վախ, այլ այն կորցնելու վախ, թե ով էր ինքը։ Կամ ով էր կարծում, թե ինքն է։ Մինույն ժամանակ Անահիտը ծնողների տանն էր, Վահագնի թաղամասի մի առանձնատանը։ Նա գիշերն անցկացրել էր, լաց լինելով մոր Հասմիկ անունով 60 տարեկան էլեգանտ կնոջ ուսին։ Հասմիկը միշտ կարծել էր, որ Տիգրանը չափազանց կատարյալ է իրական լինելու համար։ Բայց երբեք ոչինչ չէր ասել, որովհետև տեսնում էր դստեր երջանկությունը։ Այժմ, Անահիտին գրկած, Հասմիկը զգում էր զայրույթի տխրության խառնուրդ։ Ինչպես էր այդ տղամարդը համարձակվել դա անել իր դստեր հետ։ Անահիտի հայրը, Գագիկ Սարգսյանը, թոշակի անցած գործարար, սենյակում այս ու այն կողմ էր քայլում։ Նա կատաղած էր։ Ես կդատեմ այդ անպիտանին, բարձրաձայն ասաց նա։ Նա կվճարի իմ դստերը այսպես նվաստացնելու համար։ Անահիտը գլուխը բարձրացրեց, աչքերը կարմիր ու ուռած։ Ոչ, հայրիկ։ Դա ոչինչ չի լուծի։ Գագիկը կանգ առավ նայեց դստերը։ Անահիտ, դու չես կարող սա այդպես թողնել։ Նա արժանի է տուժելու հետանքներից։ Անահիտը գլուխը թափ տվեց։ Գիտեմ։ Բայց ես չեմ ուզում այլս սկանդալների մեջ ներքաշվել։ Ես պարզապես ուզում եմ, որ այս ամենը վերջանա։ Բայց դա շուտով չէր վերջանալու։ Երկուշաբթի առավոտյան Տիգրանի ընկերության Վարդանյան Թեք ի բաժնետոմսերը կտրուկ անկում ապրեցին ֆոնդային բորսայում։ Ներդրողները սկսեցին վաճառել իրենց մասնաբաժինները, անհանգստացած գլխավոր տնօրենի հանրային իմիջով։ Կորպորատիվ հաճախորդները նամակներ ուղարկեցին, կասկածի տակ դնելով համագործակցությունը։ Տնօրենների խորհրդի անդամները արտակարգ նիստ հրավիրեցին։ Տիգրանը ընկերության գլխամասային գրասենյակ հասավ մուգ կոստյումով, արային ակնոցները ծածկում էին հոգնած աչքերը։ Լրագրողները սպասում էին նրան մուտքի մոտ, հարցեր գոռալով։ Պարոն Վարդանյան, ճիշտ է, որ լքել եք հղի կնոջը։ Կճանաչեք հայրությունը։ Ինչ է մտածում Անահիտը այս ամենի մասին։ Տիգրանն անտեսեց բոլոր հարցերը արագ մտավ շենք։ Նիստերի դահլիճում 10 գործադիր տնօրեններ սպասում էին նրան։ Մթնոլորտը սառն էր։ Տիգրանը նստեց սեղանի գլխին, փորձեց պահպանել վստահ կեցվածքը։ Պարոն Այկ, ես գիտեմ, որ իրավիճակը նուրբ է, բայց մենք կարող ենք հաղթահարել այն։ Գործադիրներից մեկը, Կարինե Մելքոնյան անունով միջին տարիքի մի կին, ընդհատեց նրան։ Տիգրան, խնդիրը միայն հաղթահարելը չէ։ Քո անձնական վարքագիծը ուղղակիորեն ազդել է ընկերության իմիջի վրա։ Մեզ կոնկրետ գործողություններ են պետք։ Տիգրանը խորը շունչ քաշեց։ Ես պատրաստ եմ անել այն, ինչ անհրաժեշտ է։ Մեկ այլ գործադիր, Վահագն Ասատրյան անունով 50 տարեկան մի տղամարդ, խաչեց ձեռքերը։ Դա ներառում է հայրությունը ճանաչելը։ Տիգրանը տատանվեց։ Դա բարդ է։ Վահագնը ձեռքով հարվածեց սեղանին։ Ոչ, Տիգրան։ Դա պարզ է։ Կամ դու ստանձնում ես պատասխանատվությունը, կամ դու հեռանում ես։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Տիգրանը նայեց սեղանի շուրջ, հասկացավ, որ այնտեղ դաշնակիցներ չունի։ Բոլորը նրա դեմ էին։ Ոչ թե որովհետև մտահոգված էին Լուսինեով կամ երեխայով, այլ որովհետև մտահոգված էին շահույթով, հեղինակությամբ, կայունությամբ։ Տիգրանը դառնում էր խնդիր։ Եվ խնդիրները պետք է վերացվեին։ Նա դանդաղ ոտքի կանգնեց։ Ես կմտածեմ այդ մասին, վերահսկվող ձայնով ասաց նա։ Եվ դուրս եկավ սենյակից։ Քայլելով սեփական ընկերության միջանցքներով, Տիգրանը զգում էր հայացքների ծանրությունը։ Աշխատակիցները շշնջում էին, երբ նա անցնում էր։ Քարտուղարուհիները խուսափում էին նրա հայացքից։ Ոչ ոք այլս ժպիտով չէր ողջունում նրան։ Նա դարձել էր վտարանդի։ Տիգրանը մտավ իր գրասենյակ, փակեց դուռը։ Նստեց կաշվե բազկաթոռին, նայեց պատուհանից դուրս։ Ներքում քաղաքը շարունակում էր շարժվել։ Մարդիկ աշխատում էին, ապրում, առաջ շարժվում։ Իսկ ինքն այնտեղ էր, թակարդված մի սարդոստայնում, որն ինքն էր հյուսել։ Նույն օրը կեսօրին Լուսինեին դուրս գրեցին հիվանդանոցից։
Բժշկուհին խորհուրդ տվեց մի քանի օր բացարձակ հանգիստ մշտական հսկողություն։ Լուսինեի ընկերուհին, Անուշը, եկավ նրան տանելու։ Անուշը սոցիալական աշխատող էր, առաջին մարդն էր, ում Լուսինեն պատմել էր հղիության մասին։ Նա միշտ անվերապահ աջակցություն էր ցուցաբերել։ Երանի փողոցներով մեքենա վարելիս Անուշը հարցրեց. «Ինչպես ես քեզ զգում»։ Լուսինեն նայեց պատուհանից դուրս։ «Հյուծված»։ Անուշը գլխով արեց։ «Դու պետք է հանգստանաս։ Մի քանի օրով մոռանաս այս ամենը»։ Լուսինեն տխուր ժպտաց։ «Ինչպես մոռանամ։ Դա ամենուր է»։ Դա ճիշտ էր։ Գործը դարձել էր ազգային իրարանցում։ Հեռուստահաղորդումները քննարկում էին թեման։ Փաստաբաններին հրավիրում էին իրենց կարծիքները հայտնելու։ Հոգեբանները խոսում էին նման իրավիճակների հուզական ազդեցությունների մասին։ Լուսինեն դարձել էր ավելի մեծ բանի խորհրդանիշ։ Բոլոր այն կանանց ներկայացուցիչը, որոնք լքվել, անվստահության էին արժանացել, նվաստացվել։ Աջակցության հաղորդագրությունները հասնում էին հարյուրներով։ Անծանոթ կանայք կիսվում էին իրենց սեփական պատմություններով։ Առաջարկում էին օգնություն, հուզական աջակցություն, նույնիսկ ֆինանսական օգնություն։ Լուսինեն հուզվում էր մի նույն ժամանակ ծանրաբեռնվում։ Նա երբեք չէր ուզել խորհրդանիշ լինել։ Նա պարզապես ուզում էր խաղաղ մայր լինել։ Այդ գիշեր Տիգրանը զանգ ստացավ։ Հակոբն էր։ Տիգրանը տատանվեց, բայց պատասխանեց. «Ինչ ես ուզում, քեռի»։ Հակոբի ձայնը հանգիստ էր։ «Ուզում եմ խոսել քեզ հետ»։ Անձամբ։ Տիգրանը հոգոց հանեց։ «Ես խոսելու բան չունեմ»։ Հակոբը պնդեց։ «Ես բաներ գիտեմ, որ դու չգիտես»։ Բաներ Լուսինեի մասին։ Հրավիրատոմսի մասին։ Ամեն ինչի մասին։ Տիգրանը սարսուռ զգաց։ «Ինչ նկատի ունես»։ Հակոբը պատասխանեց. «Հանդիպիր ինձ վաղը։ Քո հոր գրասենյակում։ Այնտեղ ես քեզ ամեն ինչ կպատմեմ»։ Տիգրանն անջատեց հեռախոսը, շփոթված։ Էլ ինչ գիտեր Հակոբը։ Եվ ինչու էր նա որոշել բացահայտել հիմա։ Տիգրանը գիտեր, որ չի կարող անտեսել հրավերը։ Դեռ թաքնված գաղտնիքներ կային։ Եվ նա պետք է պարզեր, թե որոնք են դրանք, նախքան ավելի շատ ռումբեր կպայթեին։ Ռուբեն Վարդանյանի հին գրասենյակը գտնվում էր Մաշտոցի պողոտայի արտրային շենքերից մեկի 8-րդ հարկում։ Տիգրանը այնտեղ չէր մտել հոր մահից հետո, 5 տարի առաջ։ Վայրը պահպանվել էր անփոփոխ, ինչպես ժամանակի պարկուճ։ Դարակներին դեռ շարված էին կառավարման տնտեսագիտության գրքեր։ Մահագոնի սեղանը պահպանում էր իրերի նույն դասավորությունը, բրոնզե գրչաման ժամանակի մեջ կանգ առած հին ժամացույց ընտանեկան լուսանկար շրջանակի մեջ։ Տիգրանը նայեց այդ լուսանկարին։ Նա 16 տարեկան էր, երբ այն արվել էր։ Հայրը հպարտ ժպտում էր կնոջ միակ որդու կողքին։ Ավելի պարզ ժամանակներ։ Ավելի ազնիվ ժամանակներ։ Հակոբն արդեն սպասում էր, նստած կաշվե բազկաթոռներից մեկին։ Նա հագել էր զուսպ մոխրագույն կոստյում, ձեռքին պահում էր շագանակագույն փաստաթղթերի թղթապանակ։ Երբ Տիգրանը ներս մտավ, Հակոբը ոտքի կանգնեց, ձեռքը մեկնեց։ Տիգրանը տատանվեց, բայց սեղմեց։ Երկուսն էլ նստեցին դեմ դիմաց, Ռուբենի սեղանը նրանց միջ։ Տիգրանը խաչեց ձեռքերը։ Դե, ինչ ես ուզում ինձ ասել։ Հակոբը բացեց թղթապանակը, մի քանի թուղթ հանեց։ Ամեն ինչից առաջ, պետք է հասկանաս, որ ես դա քեզ վնասելու համար չեմ արել։ Տիգրանը հեգնական ծիծաղեց։ Դու ոչնչացրեցիր իմ հարսանիքն ու հեղինակությունը 300 մարդու առաջ։ Ինչպես դա ինձ վնասել չէ։ Հակոբը պահպանեց հանգստությունը։ Ես ոչնչացրի մի կեղծիք, Տիգրան։ Քո ամուսնությունը կառուցված է ստերի վրա։ Անահիտը չգիտեր Լուսինեի մասին։ Լուսինեն չգիտեր Անահիտի մասին։ Դու երկուսին էլ մանիպուլյացիայի էիր ենթարկում։ Եվ երբ ես իմացա, որոշեցի, որ ժամանակն է, որ դու դիմակայես ճշմարտությանը։ Տիգրանը ձեռքով հարվածեց սեղանին։ Դու իրավունք չունեիր դա անելու։ Հակոբը թեքվեց առաջ։ Ես պարտականություն ունեի։ Որպես քո հոր եղբայր։ Որպես մեկը, ով խոստացել է հոգ տանել քո մասին, երբ նա գնաց։
Եվ ես ձախողվեցի, որովհետև ես թույլ տվեցի, որ դու դառնաս մեկը, ում քո հայրը չէր ճանաչի։ Խոսքերը Տիգրանին հարվածեցին ինչպես բռունցք։ Նա հայացքը փախցրեց, անկարող լինելով նայել հորեղբորը։ Հակոբը շարունակեց. Քո հայրը այս կայսրությունը կառուցել է ազնվությամբ։ Նա աշխատակիցներին հարգանքով էր վերաբերվում։ Նա կատարում էր պարտավորությունները։ Նա երբեք չէր ստում։ Եվ երբ նա մահացավ, դու ժառանգեցիր այս ամենը։ Բայց նրա ժառանգությունը շարունակելու փոխարեն, դու որոշեցիր, որ կարող ես ամեն ինչ անել քո ձով։ Տիգրանը խորը շունչ քաշեց։ Ես արեցի այն, ինչ անհրաժեշտ էր աճելու համար։ Գործն ընդլայնելու համար։ Հակոբը գլուխը թափ տվեց։ Ոչ։ Դու արեցիր այն, ինչ հարմար էր։ Եվ հիմա վճարում ես գինը։ Հակոբը թղթերը սահեցրեց սեղանի վրայով։ Տիգրանը վերցրեց սկսեց կարդալ։ Դրանք տպված հաղորդագրություններ էին։ Էլեկտրոնային նամակների փոխանակումներ։ Հավելվածներից հանված խոսակցություններ։ Բոլորը Տիգրանի Լուսինեի միջ։ Սիրո խոստովանություններ։ Ապագայի խոստումներ։ Ճանապարհորդության պլաններ։ Եվ հետո, երբ Լուսինեն հղիացավ, հաղորդագրությունների տոնը փոխվում էր։ Տիգրանը փող էր առաջարկում։ Առաջարկում էր, որ նա միայնակ շարունակի։ Խնդրում էր, որ նա ոչ ոքի չպատմի։ Տիգրանը զգաց, որ արյունը սառում է։ Ինչպես ես սա ձեռք բերել։ Հակոբը խաչեց ձեռքերը։ Լուսինեն ինձ դիմեց 3 ամիս առաջ։ Նա հուսահատված էր։ Դու լիովին անհետացել էիր նրա կյանքից։ Նրան օգնություն էր պետք։ Ոչ միայն ֆինանսական, այլ հուզական։ Նա մենակ էր, հղի, վախեցած։ Եվ նա իմ մասին լսել էր ընկերության աշխատակցուհու միջոցով։ Տիգրանը գիտեց հոնքերը։ Աշխատակցուհի։ Հակոբը գլխով արեց։ Սոնա Պետրոսյան։ Նա աշխատում է մարդկային ռեսուրսների բաժնում։ Լուսինեի համակուրսեցին է եղել։ Երբ Սոնան իմացավ իրավիճակի մասին, նա ինձ պատմեց։ Եվ ես որոշեցի միջամտել։ Տիգրանը կտրուկ ոտքի կանգնեց։ Ուրեմն դու ես այս ամենը կազմակերպել։ Դու ես պլանավորել ինձ հրապարակայնորեն նվաստացնել։ Հակոբը նույնպես ոտքի կանգնեց։ Ոչ, Տիգրան։ Ես պլանավորել էի ստիպել քեզ դիմակայել քո արարքների հետանքներին։ Բայց նվաստացումը քո ընտրությունն էր։ Դու կարող էիր հայրությունը ճանաչել ամիսներ առաջ։ Կարող էիր ազնվորեն բաժանվել Անահիտից։ Կարող էիր տղամարդ լինել։ Բայց դու ընտրեցիր ստել։ Այնպես որ ես ստիպեցի, որ ճշմարտությունը երան գա։ Տիգրանը սեղմեց բռունցքները։ Դու իմ դատավորը չես։ Հակոբը մի քայլ առաջ արեց։ Ոչ։ Բայց ես քո հոր ժառանգության պահապանն եմ։ Եվ ես թույլ չեմ տա, որ դու ոչնչացնես այն ամենը, ինչ նա կառուցել է։ Երկուսի միջ լռություն տիրեց։ Տիգրանն իրեն թակարդում բացահայտված էր զգում։ Նա նորից նայեց սեղանի վրայի լուսանկարին։ Հայրը ժպտում էր նրան, սառած այդ երջանիկ պահին։ Տիգրանը հիշում էր նրանց զրույցները։ Պատասխանատվության, բնավորության, պատվի մասին դասերը։ Բաներ, որոնք նա մոռացել էր տարիների ընթացքում։ Բաներ, որոնք այժմ ծանրացել էին նրա վրա ինչպես սար։ Հակոբը նորից նստեց։ Տիգրան, դեռ ժամանակ կա սա ուղղելու։ Դու կարող ես ճանաչել հայրությունը։ Կարող ես հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Կարող ես վերականգնել քո իմիջը։ Բայց պետք է սկսես ազնիվ լինելուց։ Տիգրանը շրջվեց։ Իսկ եթե ես չուզեմ։ Հակոբը հայացքը հառեց նրան։ Այդ դեպքում դու կկորցնես ամեն ինչ։ Ընկերությունը, հեղինակությունը միակ հնարավորությունը լինելու այն տղամարդը, որին քո հայրը կուզենար, որ դու լինեիր։ Տիգրանը դուրս եկավ գրասենյակից, առանց այլս ոչինչ ասելու։ Լուր իջավ վերելակով, դուրս եկավ շենքից քայլեց Մաշտոցի փողոցներով։ Պողոտան բանուկ էր, ինչպես միշտ։ Մարդիկ շտապ քայլում էին, մեքենաները ազդանշաններ էին տալիս, փողոցային վաճառողները գոռում էին առաջարկներ։ Կյանքը շարունակվում էր։ Բայց Տիգրանի համար ամեն ինչ հեռու էր թվում, կարծես ֆիլմ էր դիտում։
Նա մտավ մի փոքր սրճարան, էսպրեսո պատվիրեց, նստեց պատուհանի մոտ գտնվող սեղանի մոտ։ Այնտեղ մնաց ժամերով, դիտելով անցնող մարդկանց, մտածելով այն ամենի մասին, ինչ կորցրել էր, այն ամենի մասին, ինչ դեռ կարող էր կորցնել։ Մինույն ժամանակ Լուսինեն տանն էր, հետելով բժշկական հանգստի հանձնարարականներին։ Անուշը վերջին օրերին նրա հետ էր մնացել, հոգ տանելով տնային գործերի մասին, ապահովելով, որ նա լավ սնվի։ Լուսինեն օրերն անցկացնում էր բազմոցին պառկած, հեռուստացույց դիտելով առանց իրականում ուշադրություն դարձնելու։ Նրա միտքը այլ տեղ էր։ Նա մտածում էր Գաբրիելի մասին։ Մտածում էր, թե ինչպես է միայնակ երեխա մեծացնելու։ Մտածում էր ֆինանսական դժվարությունների մասին, որոնց կբախվի։ Մտածում էր Տիգրանի մասին, զգում էր զայրույթի, տխրության մի բանի խառնուրդ, որը չէր ուզում խոստովանել կարոտ։ Նա դեռ սիրում էր Տիգրանին։ Ամեն ինչից հետո։ Նույնիսկ իմանալով, որ նա լքել է իրեն։ Սիրտը տրամաբանությանը չի հետում։ Եվ նրանը համառում էր հիշել լավ պահերը։ Ծիծաղը։ Գրկախառնությունները։ Խոստումները։ Լուսինեն գիտեր, որ պետք է հաղթահարի դա։ Բայց դժվար էր։ Շատ դժվար։ Նա ձեռքը դրեց փորին, զգաց, որ Գաբրիելը շարժվում է։ Թեթ, բայց նկատելի հարված։ Նա օրեր անց առաջին անգամ ժպտաց։ Գոնե մենք իրար ունենք, շշնջաց նա երեխային։ Եվ դա պետք է բավարար լինի։ Քաղաքի մյուս ծայրում Անահիտը այլ կերպ էր հաղթահարում սկանդալի հետանքները։ Նա այլս չէր լալիս։ Արցունքները չորացել էին, տեղը զիջելով սառը վճռականությանը։ Անահիտը որոշեց, որ իրեն զոհ չեն տեսնի։ Նա չի թաքնվի։ Նա թույլ չի տա, որ դա իրեն բնորոշի։ Այսպիսով, այդ շաբաթվա չորեքշաբթի օրը Անահիտը բացառիկ հարցազրույց տվեց երկրի ամենամեծ հեռուստահաղորդումներից մեկին։ Նա էլեգանտ հագնված էր, բեժ գործնական կոստյում, մազերը հավաքված անթերի խրձի մեջ, զուսպ, բայց կատարյալ դիմահարդարում։ Նա նստեց ստուդիայի բազմոցին, տեսախցիկների միլիոնավոր հեռուստադիտողների առաջ, պատմեց իր պատմության տարբերակը։ Հաղորդավարուհին, Լիլիթ Ավետիսյան անունով փորձառու լրագրողը, հարցազրույցը վարում էր զգայունությամբ։ Անահիտ, ինչ զգացիք, երբ տեսաք այդ կնոջը սրահ մտնելիս։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Կարծես գետինը փախավ ոտքերիս տակից։ Ես ոչինչ չգիտեի։ Տիգրանը երբեք չէր նշել։ Նա ինձ ստիպել էր հավատալ, որ ինձ հետ ապագա է կառուցում։ Եվ բոլորի առաջ բացահայտել, որ ամեն ինչ սուտ էր, կործանարար էր։ Լիլիթը գլխով արեց։ Այդ օրվանից հետո խոսել եք Տիգրանի հետ։ Անահիտը գլուխը թափ տվեց։ Ոչ։ Եվ մտադիր չեմ։ Նա ինձ մի քանի անգամ զանգել է, հաղորդագրություններ ուղարկել, բայց ես արգելափակել եմ բոլոր կոնտակտները։ Ես նրա հետ խոսելու բան չունեմ։ Լիլիթը շարունակեց։ Իսկ մյուս կնոջ, Լուսինեի մասին։ Դուք նրա նկատմամբ որևէ զգացմունք ունեք։ Անահիտը տատանվեց։ Ես նրա նկատմամբ զայրույթ չեմ տածում։ Նա նույնպես խաբվել է։ Նա նույնպես մանիպուլյացիայի է ենթարկվել Տիգրանի կողմից։ Մենք երկուսս էլ նույն տղամարդու զոհն ենք եղել։ Բայց ես պետք է այս ամենը մենակ մարսեմ։ Ես չեմ կարող մտածել նրա մասին, առանց հիշելու այդ գիշերը։ Անահիտի խոսքերը չափված էին, վերահսկվող։ Նա պահպանում էր հանգստությունը։ Բայց նրա ներսում հույզերի փոթորիկը դեռ ավերում էր։ Հարցազրույցն անմիջապես արձագանք գտավ։ Սոցիալական ցանցերը պայթեցին աջակցության մեկնաբանություններով։ Ուժանահիտին միասնական կանայք հեշթեգերը թրենդ դարձան։ Անահիտին այժմ տեսնում էին ոչ թե որպես լքված հարսնացու, այլ որպես ուժեղ կին, որը հրաժարվում է բնորոշվել տղամարդու դավաճանությամբ։ Նա ստացավ դասախոսությունների, գովազդային արշավների, նույնիսկ գրքերի առաջարկներ։ Անահիտը վերածվում էր հանրային գործչի։ Եվ նա վճռական էր դա օգտագործել իր օգտին։ Տիգրանը հարցազրույցը դիտեց մենակ իր բնակարանում։ Անահիտի յուրաքանչյուր խոսք դանակի հարված էր։ Նա տեսնում էր նրա ուժը, արժանապատվությունը, և իրեն փոքր էր զգում համեմատության մեջ։ Տիգրանը վերցրեց բջջային հեռախոսը, հաղորդագրություն գրեց Անահիտին։ Շատ եմ ցավում։ Խնդրում եմ, ինձ բացատրելու հնարավորություն տուր։ Նա գիտեր, որ Անահիտը չի պատասխանի։
Եվ չպատասխանեց։ Տիգրանը հեռախոսը շպրտեց բազմոցին դեմքը թաղեց ձեռքերի մեջ։ Նա կորցրել էր Անահիտին։ Նա կորցրել էր գործընկերների հարգանքը։ Նա կորցնում էր ընկերությունը։ Եվ նա դեռ ոչ մի քայլ չէր ձեռնարկել Լուսինեի երեխայի հարցով։ Այդ շաբաթվա ուրբաթ օրը Տիգրանը պաշտոնական ծանուցում ստացավ։ Դատական կանչեր։ Լուսինեն դատի էր տվել նրան հայրության ճանաչման ալիմենտի պահանջով։ Նրա փաստաբանը Վարդան Ստեփանյան անունով մի տղամարդ ամուր գործ էր պատրաստել։ Կային Դնթեի ապացույցներ, որոնք կարող էին պահանջվել։ Կային նրանց միջ փոխանակված հաղորդագրություններ։ Կային վկաներ, որոնք կարող էին հաստատել հարաբերությունները։ Տիգրանը գիտեր, որ փախչելու տեղ չունի։ Արդարադատությունը թակում էր դուռը։ Նա հանդիպում նշանակեց Արթուր Դավթյանի, իր անձնական փաստաբանի հետ։ Երկուսը հանդիպեցին Արթուրի գրասենյակում, քաղաքի տեսարանով ժամանակակից սենյակում։ Արթուրը անմիջապես անցավ գործին։ Տիգրան, դու կարող ես վիճարկել, բայց կպարտվես։ Ապացույցները ամուր են։ Իմ խորհուրդն է, որ դու կամավոր ճանաչես հայրությունը։ Դա քո օգտին կխոսի ինչպես դատավարության, այնպես էլ հանրային կարծիքի մեջ։ Տիգրանը ձեռքերն անցկացրեց դեմքի վրայով։ Եթե ճանաչեմ, ես ամեն ինչ ընդունում եմ։ Արթուրը գլխով արեց։ Այո։ Բայց հիմա ժխտելը միայն կվատթարացնի իրավիճակը։ Դու արդեն պարտվել ես իմիջի պայքարում։ Հիմա պետք է նվազագույնի հասցնես վնասները։ Տիգրանը դուրս եկավ Արթուրի գրասենյակից, որոշում կայացնելու անհրաժեշտությամբ։ Նա աննպատակ վարում էր Երանի փողոցներով։ Անցավ Հյուսիսային պողոտայով, Բաղրամյանով, Դավթաշենի կամրջով։ Անցավ կամուրջներ, մտավ թունելներ, բարձրացավ ուղանցույցներ։ Քաղաքը լաբիրինթոս էր, նա մոլորվել էր դրանում։ Վերջապես, կանգ առավ հաղթանակի զբոսայգու դիտահրապարակում։ Դուրս եկավ մեքենայից կանգնեց, նայելով ներքում գտնվող քաղաքին։ Երանը տարածվում էր մինչ ուր աչքը կտրում էր։ Միլիոնավոր մարդիկ ապրում էին իրենց կյանքով։ Միլիոնավոր պատմություններ տեղի էին ունենում միաժամանակ։ Եվ այնտեղ ինքն էր, մի մարդ, որն ամեն ինչ ուներ, այժմ ամեն ինչ կորցնելու եզրին էր։ Տիգրանը վերցրեց բջջային հեռախոսը հավաքեց մի համար։ Լուսինեի համարն էր։ Նա չէր զանգել հարսանիքի օրվանից։ Չգիտեր, արդյոք նա կպատասխանի։ Հեռախոսը զանգեց մեկ անգամ։ 2, 3։ Նա քիչ էր մնում անջատեր, երբ լսեց նրա ձայնը։ Ալո։ Ձայնը հոգնած էր, բայց ամուր։ Տիգրանը գուլ տվեց։ Լուսինե, ես եմ։ Դադար եղավ։ Գիտեմ, ասաց նա։ Ինչ ես ուզում։ Տիգրանը խորը շունչ քաշեց։ Ես ուզում եմ խոսել։ Անձամբ։ Լուսինեն տատանվեց։ Չգիտեմ, դա լավ գաղափար է։ Տիգրանը պնդեց։ Խնդրում եմ։ Ես պետք է խոսեմ քեզ հետ։ Լուսինեն հոգոց հանեց։ Լավ։ Բայց պետք է հանրային վայրում լինի։ Եվ ես Անուշին ինձ հետ կբերեմ։ Նրանք պայմանավորվեցին հաջորդ օրը, շաբաթ, հանդիպել Սարյան փողոցի սրճարաններից մեկում։ Տիգրանը շուտ եկավ։ Ընտրեց մի սեղան անկյունում, պատուհաններից հեռու։ Նա լարված էր։ Չգիտեր, թե ինչ է ասելու։ Չգիտեր, թե ինչպես սկսի։ Լուսինեն ճիշտ ժամանակին եկավ, Անուշի ուղեկցությամբ։ Նա հագել էր պարզ մոխրագույն տրիկոտաժե զգեստ սպիտակ սպորտային կոշիկներ։ Փորն էլ ավելի ակնհայտ էր։ Տիգրանը ոտքի կանգնեց, երբ տեսավ նրանց։ Լուսինեն նստեց նրա դիմաց, մինչդեռ Անուշը մնաց մոտակա սեղանի մոտ, հետելով։ Տիգրանը սկսեց. Շնորհակալ եմ, որ եկար։ Լուսինեն խաչեց ձեռքերը։ Ես այստեղ չեմ եկել դատարկ ներողություններ լսելու, Տիգրան։ Եթե ուզում ես խոսել, շուտ խոսիր։ Տիգրանը գլխով արեց։ Ես գիտեմ, որ ամեն ինչ փչացրել եմ։ Գիտեմ, որ քեզ ցավեցրել եմ։ Գիտեմ, որ վախկոտ եմ եղել։ Եվ ես շատ եմ ցավում։ Լուսինեն դառը ծիծաղեց։ Դու ցավում ես։ Դու ինձ հղի լքեցիր։ Ամիսներով անտեսեցիր։ Ինձ ստախոս անվանեցիր հարյուրավոր մարդկանց առաջ։
Եվ հիմա դու ցավում ես։ Տիգրանը գլուխը կախեց։ Ես վախենում էի։ Վախենում էի պատասխանատվություն ստանձնելուց։ Վախենում էի հայր լինելուց։ Վախենում էի իմ կյանքի վերահսկողությունը կորցնելուց։ Լուսինեն թեքվեց առաջ։ Իսկ դու կարծում ես, ես չէի վախենում։ Կարծում ես իմանալ, որ հղի եմ, հեշտ էր ինձ համար։ Որ իմ երեխայի հոր կողմից լքվելը հեշտ էր։ Դու իմ մասին չմտածեցիր, Տիգրան։ Դու միայն քո մասին մտածեցիր։ Տիգրանը զգաց, որ արցունքները բարձրանում են։ Դու ճիշտ ես։ Եվ ես արդարացումներ չունեմ։ Բայց ես ուզում եմ փորձել ուղղել։ Ես ուզում եմ ճանաչել երեխային։ Ուզում եմ օգնել։ Ուզում եմ ներկա լինել։ Լուսինեն հայացքը հառեց նրան։ Ինչու հիմա։ Որովհետև քեզ բռնեցին։ Որովհետև քո հեղինակությունը ոչնչացված է։ Որովհետև պետք է փրկես քո երեսը։ Տիգրանը տատանվեց։ Ոչ։ Որովհետև ես հասկացա, որ սխալ էի։ Եվ որովհետև հայրս կհիասթափվեր ինձնից, եթե իմանար, թե ինչ եմ արել։ Լուսինեն զգաց, որ իր արցունքներն էլ են հոսում։ Նա ձեռքերով սրբեց դեմքը։ Ես քեզ չեմ վստահում, Տիգրան։ Չգիտեմ, մի օր նորից կվստահեմ։ Բայց ես քեզ չեմ խանգարի ճանաչել քո որդուն։ Որովհետև նա արժանի է հայր ունենալու։ Նույնիսկ եթե այդ հայրը դու ես։ Տիգրանը ձեռքը մեկնեց սեղանի վրայով։ Լուսինեն տատանվելով նայեց նրա ձեռքին։ Մի պահ անց նա բռնեց։ Ձեռքսեղմումը կարճ էր, բայց նշանակալի։ Դա սկիզբ էր։ Փխրուն, անորոշ, բայց սկիզբ։ Այդ սրճարանային հանդիպմանը հաջորդած ամիսները բոլոր ներգրավվածների համար խորը փոխակերպման շրջան էին։ Տիգրանը կատարեց իր խոստումը։ Նա հրապարակայնորեն ճանաչեց Գաբրիելի հայրությունը մամուլի ասուլիսի միջոցով, որտեղ կարդաց խնամքով պատրաստված հայտարարություն։ Նրա ձայնը դողում էր, երբ ընդունում էր սխալները։ Նա ներողություն խնդրեց Լուսինեից, Անահիտից, բոլոր նրանցից, ովքեր տուժել էին իր ընտրություններից։ Հեշտ չէր։ Բառերը դժվարությամբ էին դուրս գալիս, կարծես յուրաքանչյուրը կրում էր տարիների ստերի ծանրությունը։ Բայց նա խոսեց։ Եվ ամբողջ երկիրը դիտում էր։ Արձագանքը խառն էր։ Հանրության մի մասը ծափահարում էր նրան, պատասխանատվություն ստանձնելու համարձակության համար։ Մյուս մասը թերահավատ մնաց, հավատալով, որ նա պարզապես փորձում է փրկել իր հեղինակության մնացորդները։ Լրագրողները վերլուծում էին հայտարարության յուրաքանչյուր բառ, հասարակայնության հետ կապերի մասնագետները վերլուծում էին նրա մարմնի լեզուն, հոգեբանները կարծիքներ էին հայտնում նրա անկեղծության մասին։ Բայց անկախ կարծիքներից մի բան հստակ էր, Տիգրան Վարդանյանն այլս այն անձեռնմխելի մարդը չէր, ինչպիսին նախկինում էր։ Նա բոլորի աչքում դարձել էր մարդկային։ Սխալական։ Անկատար։ Իրական։ Ընկերությունը զգալի ցնցումների ենթարկվեց։ Զգուշավոր ներդրողները հեռացան։ Պայմանագրերը կասեցվեցին։ Հաճախորդները հանդիպումներ պահանջեցին համագործակցությունը վերագնահատելու համար։ Շաբաթներ շարունակ Վարդանյան թեքի ապագան անորոշ էր թվում։ Բորսայում բաժնետոմսերը օրեցօր տատանվում էին, արտացոլելով անկայունությունը։ Աշխատակիցները միջանցքներում խոսում էին, անհանգստացած իրենց աշխատատեղերի համար։ Ընկերությունում մթնոլորտը լարված էր, լի անորոշություններով։ Բայց, զարմանալիորեն, ամեն ինչ կորած չէր։ Հակոբը ժամանակավորապես ստանձնեց Վարդանյան թեքի նախագահի պաշտոնը, աշխատելով Տիգրանի հետ վերականգնելու հաճախորդների գործընկերների վստահությունը։ Միասին հորեղբայրն ու Զարմիկը զգալի փոփոխություններ իրականացրին։ Նրանք ստեղծեցին թափանցիկության քաղաքականություն այնտեղ, որտեղ նախկինում գաղտնիքներ կային։ Ավելի ազնիվ հաղորդակցության ուղիներ բացեցին աշխատակիցների հետ, անցկացնելով ամենամսյա հանդիպումներ, որտեղ բոլորը կարող էին հարցեր տալ, մտահոգություններ հայտնել։ Կենտրոնացան նախագծերի վրա, որոնք օգուտ էին բերում համայնքին, ինչպիսիք են հանրակրթական դպրոցներում թվային ներառման ծրագրերը, բնապահպանական կայունության նախաձեռնությունները։ Սահմանեցին խիստ էթիկայի կանոնագիրք ընկերության բոլոր մակարդակների համար։ Դանդաղ, շատ դանդաղ, ընկերությունը սկսեց վերականգնվել։ Ոչ այնպես, ինչպես նախկինում էր, այլ կերպ։ Ավելի ամուր։ Ավելի էթիկական։ Ավելի մարդկային։
Տիգրանը խորապես փոխվեց։ Ոչ թե մեկ գիշերվա ընթացքում, այլ աստիճանաբար, ինչպես ժամանակի կողմից մշակվող քանդակ։ Նա սկսեց հաճախել թերապիայի Հակոբի առաջարկը, որին սկզբում դիմադրում էր, բայց հետո ընդունեց։ Այնտեղ բժիշկ Նունե Մանուկյան անունով հոգեբանի գրասենյակում Տիգրանը սկսեց բացահայտել իր մեջ այն շերտերը, որոնք տարիներ շարունակ թաղել էր։ Բավարար չլինելու վախեր։ Իր առաջնորդելու կարողության վերաբերյալ անվստահություններ։ Հոր ժառանգությանը համապատասխանելու ճնշող բեռը։ Թուլություններն ընդունելու կաթվածահար անող դժվարությունը։ Խոցելի լինելու մերժվելու վախը։ Նա շատ լաց եղավ այդների ընթացքում։ Սկզբում պայքարում էր արցունքների դեմ, փորձելով զսպել դրանք։ Բայց բժիշկ Նունեն նրբորեն քաջալերում էր նրան։ Լաց լինելու մեջ ոչ մի վատ բան չկա, Տիգրան։ Արցունքները հոգու լեզուն են, երբ բառերը չեն բավականացնում։ Եվ հետո նա թույլ տվեց։ Թույլ տվեց, որ հույզերն ազատ հոսեն։ Բացահայտեց, որ լաց լինելը թուլության նշան չէ, այլ ճշմարտությանը դիմակայելու քաջություն։ Յուրաքանչյուր նման էր սոխ մաքրելու, հեռացնելով տասնամյակների ընթացքում կառուցված պաշտպանական շերտերը։ Տիգրանը խոսում էր հոր մասին։ Նրան հաջորդելու ճնշման մասին։ Հիասթափեցնելու վախի մասին։ Ռուբեն Վարդանյանը եղել էր ազնիվ, սիրված, հարգված մարդ։ Եվ Տիգրանը միշտ զգացել էր, որ իր համար չափազանց մեծ կոշիկներ են թողել։ Այսպիսով, հոր հետքերով գնալու փոխարեն, նա որոշել էր ստեղծել իր սեփական ճանապարհը։ Մի ճանապարհ, որը, ինչպես նա ուշ հասկացավ, հեռացրել էր իրեն ամենակարևոր արժեքներից։ Բժիշկ Նունեն օգնեց նրան հասկանալ, որ պետք չէ լինել հոր պատճենը, որ կարող է հարգել նրա ժառանգությունը, լինելով ինքն իրեն հավատարիմ, եւ որ իսկությունը ներառում է սխալներն ընդունելն ու ուղղելը։ Լուսինեն նույնպես խորապես փոխվեց։ Հղիության վերջին ամիսներին նա ուժեղացավ այնպես, ինչպես երբեք չէր պատկերացնում։ Նա ընդունեց Տիգրանի օգնությունը, բայց կախված չէր դրանից։ Նա շարունակեց աշխատել, քանի դեռ կարող էր, խնայեց յուրաքանչյուր լումա մանրակրկիտ պատրաստվեց Գաբրիելի գալուստին։ Անուշը մնաց նրա կողքին որպես քույր, ավելի մոտ, քան շատ արյունակցական կապեր։ Նրանք միասին կահավորեցին երեխայի սենյակը, պատերը ներկելով բաց կապույտ առաստաղից կախելով գունավոր խաղալիքներ։ Տեղադրեցին բաց գույնի փայտե օրորոց, դասավորեցին տակտիրներն ու հագուստները դարակներում, պատուհանի մոտ դրեցին կերակրման բազկաթոռ։ Լուսինեն նայում էր այդ տարածքին, զգում էր վախի ու ուրախության բարդ խառնուրդ։ Վախ անհայտից, պատասխանատվության բեռից, կարևոր պահերին մենակ լինելուց։ Բայց նա ուրախություն։ Խորը բնազդային ուրախություն նոր կյանքի համար, որը շուտով պիտի գար։ Հրաշքի համար, որն աճում էր իր ներսում։ Անվերապահ սիրելու նույն կերպ սիրվելու հնարավորության համար։ Նա ամեն գիշեր քնելուց առաջ խոսում էր Գաբրիելի հետ, ձեռքերը փորին։ Պատմություններ էր պատմում։ Օրորոցայիններ էր երգում։ Խոստումներ էր տալիս։ Ես միշտ քեզ կպաշտպանեմ, շշնջում էր նա։ Ես քեզ կսովորեցնեմ լինել ուժեղ, բարի, ճշմարտախոս։ Եվ դու երբեք չես կասկածի իմ սիրուն։ Տիգրանը սկսեց պարբերաբար այցելել Լուսինեին, երբ ծննդաբերությունը մոտենում էր։ Սկզբում հանդիպումները լարված ու պաշտոնական էին։ Նրանք նստում էին սենյակի հակառակ կողմերում, քիչ խոսքեր փոխանակելով, յուրաքանչյուրը դեռ մարսում էր անցյալի վերքերը։ Լռությունը լիցքավորված էր, ծանր։ Բայց ժամանակի ընթացքում խոսակցություններն ավելի լավ էին ընթանում։ Տիգրանը հարցնում էր, թե ինչպես է նա իրեն զգում։ Արդյոք սրտխառնոց, ցավեր, անհարմարություններ ունի։ Լուսինեն կիսվում էր մանկաբուժական այցելությունների նորություններով։ Գաբրիելի քաշը, չափ սերը, ուժեղ առողջ սրտի զարկերը։ Նա ցույց էր տալիս ուլտրաձայնային հետազոտության նկարները, Տիգրանը հիպնոսացած նայում էր իր որդուն բացահայտող մշուշոտ պատկերներին։ Նա առաջարկեց իրեր գնել երեխայի համար։ Մանկասայլակ, օրորոց, հագուստ, խաղալիքներ։ Լուսինեն որոշ բաներ ընդունեց, մյուսները մերժեց։ Նա հպարտություն ուներ։ Չէր ուզում տպավորություն ստեղծել, թե կախված է նրանից։ Բայց նա գործնական էր։ Գիտեր, որ միայնակ երեխա մեծացնելը ֆինանսապես դժվար կլինի։
Այսպիսով ընդունում էր անհրաժեշտը, միշտ շնորհակալություն հայտնելով, բայց պահպանելով իր արժանապատվությունը։ Դա ավերակների վրա վստահություն կառուցելու նուրբ գործընթաց էր։ Ինչպես երկրաշարժից հետո տուն վերակառուցելը։ Հիմքերը խարխլված էին, բայց դեռ հնարավոր էր այնտեղ նոր բան կառուցել։ Փետրվարյան մի օր, ծննդաբերության նախատեսված ամսաթվից 3 շաբաթ առաջ, ինչ-որ բան փոխվեց։ Լուսինեն թույլ տվեց, որ Տիգրանն առաջին անգամ զգա Գաբրիելի հարվածը։ Նրանք նստած էին սենյակում, խոսելով անունների մասին, երբ Գաբրիելը սկսեց եռանդուն շարժվել։ Լուսինեն դեմքը կնճռոտեց։ Այսօր անհանգիստ է։ Տիգրանը հիացմունքով նայեց նրա փորին։ Կարող եմ, նա տատանվեց, կարող եմ զգալ։ Լուսինեն երկար նայեց նրան։ Հետո դանդաղ գլխով արեց։ Կարող ես։ Նա վերցրեց նրա ձեռքը, մեծ ու տաք, դրեց իր փորին, կողերի տակ։ Տիգրանը զգաց շարժումը ափի տակ, հստակ, ուժեղ հարված։ Նրա աչքերը լայն բացվեցին, հետո լցվեցին արցունքներով։ Նա ուժեղ է, մեղմ ասաց Լուսինեն։ Տիգրանը չէր կարողանում խոսել։ Նա պարզապես ձեռքն այնտեղ էր պահում, զգալով որդու շարժումները։ Իմ որդին է, վերջապես շշնջաց նա կոտրված ձայնով։ Լուսինեն գլխով արեց, նրա աչքերը նույնպես փայլում էին։ Մեր որդին է։ Այդ պահը Տիգրանի համար շրջադարձային էր։ Առաջին անգամ հայրությունը դադարեց լինել վերացական, հեռավոր գաղափար դարձավ բնազդաբար իրական։ Այնտեղ մարդկային էակ կար, որն աճում էր, պատրաստվում աշխարհին ծանոթանալու։ Եվ նա պատասխանատու էր լինելու այդ երեխային պաշտպանելու, ուղղորդելու, սիրելու համար։ Դրա մեծությունը նրան հարվածեց ինչպես ալիք։ Մինույն ժամանակ Անահիտը գնում էր իր բուժման վերագտնման ճանապարհով։ Նա այլս չխոսեց Տիգրանի հետ։ Ոչ թե որովհետև քայքայիչ վրդովմունք էր տածում, այլ որովհետև պետք էր առաջ շարժվել առանց անցյալի խարիսխների։ Նա պաշտոնապես չեղարկեց հարսանիքը, վճռականությամբ դիմակայելով բյուրոկրատիային։ Վերադարձրեց բոլոր նվերները հյուրերին, յուրաքանչյուրն ուղեկցված քաղաքավարի, բայց ամուր գրությամբ։ Վաճառեց բնակարանը, որը միասին էին գնել, այն, որը պետք է լիներ զույգի առաջին տունը, գումարն օգտագործեց Եվրոպայում երկար ճանապարհորդության համար։ Անահիտը շաբաթներ անցկացրեց, ծանոթանալով քաղաքների հետ, որոնք միշտ երազել էր տեսնել։ Քայլեց Փարիզի սալահատակ փողոցներով, այցելեց թանգարաններ Հռոմում, նստեց Բարսելոնայի լողափներին։ Ուտում էր փոքր իսկական ռեստորաններում, որտեղ զբոսաշրջիկները հազվադեպ էին գնում։ Ժամանակավոր ընկերություններ հաստատեց այլ ճանապարհորդների հետ։ Նստում էր սրճարաններում դիտում անցնող մարդկանց, կլանելով յուրաքանչյուր վայրի էներգիան։ Օրագրում գրում էր իր բոլոր մտորումները, վախերն ու հույսերը։ Ինքնաբացահայտման էջեր ու էջեր։ Իրեն ներելու համար, որ նշանները չէր տեսել։ Ընդունելու համար, որ ոչ ամեն ինչ է տեղի ունենում այնպես, ինչպես մենք պլանավորում ենք։ Անահիտը բացահայտեց, որ իրեն բնորոշելու համար տղամարդու կարիք չունի։ Տարիներ շարունակ նա իր ինքնությունը կառուցել էր Տիգրան Վարդանյանի ընկերուհին, հետո հարսնացուն լինելու շուրջ։ Հաջողակ տղամարդու կողքի կինը։ Բայց նա դրանից ավելին էր։ Նա սեփական արժեք ուներ։ Խելացի էր, տաղանդավոր, ուժեղ։ Ուներ երազանքներ, որոնք քնած էին մնացել, մինչ նա հետապնդում էր կատարյալ կին լինելու երազանքը։ Այժմ, մենակ օտար քաղաքներում, նա վերագտել էր, թե ով է ինքը։ Եվ նրան դուր էր գալիս այն կինը, որին գտնում էր։ Երբ 3 ամիս անց վերադարձավ Հայաստան, Անահիտը փոխված էր։ Ոչ թե արտաքնապես։ Նա դեռ գեղեցիկ էր, էլեգանտ։ Բայց աչքերում այլ բան կար։ Մի խորություն, որը նախկինում չկար։ Մի վստահություն, որը գալիս էր ոչ թե արտաքին հաստատումից, այլ ներքին գիտելիքից։ Նա ավելի թեթ էր։ Ավելի կենտրոնացած։ Ավելի իսկական։ Նա սկսեց աշխատել մի հասարակական կազմակերպությունում, որն աջակցում էր ընտանեկան բռնության չարաշահող հարաբերությունների զոհ դարձած կանանց։ Այնտեղ նա գտավ իրական նպատակ։ Նա օգտագործեց իր պատմությունը, օգնելու այլ կանանց ճանաչել մանիպուլյացիայի նշանները ուշ գտնել թունավոր իրավիճակներից դուրս գալու համար։ Անահիտը դասախոսություններ էր կարդում դպրոցներում, համալսարաններում, ընկերություններում։ Նա պատմում էր իր պատմությունն առանց ամոթի։ Առանց իրեն զոհի տեղ դնելու, բայց առանց ցավը նվազեցնելու։ Լսարանում գտնվող կանայք նույնանում էին։
Ճանաչում էին օրինաչափություններ։ Տեսնում էին իրենց սեփական պատմությունները արտացոլված և քաջություն էին գտնում։ Դասախոսություններից մեկի ժամանակ, որն անցկացվում էր Երանի Լեփ-Լեցուն թատրոնում, լսարանից մի կին հարցերի բաժնի ժամանակ ձեռք բարձրացրեց։ Դուք նրան ներել եք։ Հարցը արձագանքեց լուռ թատրոնում։ Անահիտը մի պահ մտածեց, պատասխանելուց առաջ, խնամքով ընտրելով յուրաքանչյուր բառ։ Ես ներել եմ ինձ համար։ Ոչ թե նրա։ Որովհետև զայրույթ վրդովմունք կրելը միայն ինձ էր վնասում։ Դա նման էր թույն խմելուն սպասելուն, որ մյուս մարդը մահանա։ Բայց ներելը չի նշանակում մոռանալ։ Ոչ էլ նշանակում է, որ ես կվերադառնայի նրա մոտ, կամ որ նրա արածն ընդունելի էր։ Դա նշանակում է, որ ես ընտրել եմ ազատվել այդ ցավից։ Ընտրել եմ թույլ չտալ, որ այդ փորձառությունն ինձ ընդմիշտ բնորոշի։ Ընտրել եմ առաջ շարժվել։ Անահիտի խոսքերը խորապես արձագանքեցին։ Մի քանի կանայք բացահայտ լաց եղան։ Մյուսները համաձայնությամբ գլխով արեցին, ճանաչելով ճշմարտություններ, որոնք դժվարանում էին ընդունել։ Անահիտը դարձել էր ավելին, քան պարզապես վերապրող։ Նա դիմացկունության փարոս էր։ Գաբրիելը ծնվեց ապրիլյան պարզ առավոտյան մաքուր կապույտ երկնքի տակ, որը կարծես օրհնում էր նրա գալուստը։ Լուսինեի ծննդաբերությունը սկսվեց լուսադեմին, ժամը 3-ի սահմաններում։ Կծկումները սկսվեցին թույլ, բայց աստիճանաբար ուժեղացան։ Նա զանգեց Անուշին, որը 15 րոպեից հասավ, դեռ գիշերանոցով։ Միասին վերցրին արդեն պատրաստի պայուսակը, գնացին հիվանդանոց։ Ճանապարհին Լուսինեն խորը շնչում էր կծկումների միջ, հետելով ծննդաբերության նախապատրաստական դասերին սովորած տեխնիկաներին։ Անուշը բռնել էր նրա ձեռքը, հանգստացնող խոսքեր ասելով։ Հիվանդանոցում Լուսինեին արագ տեղափոխեցին ծննդաբերության սենյակ։ Բժշկական անձնակազմը արդյունավետ էր կարեկից։ Մանկաբարձ գինեկոլոգը, բժիշկ Անդրեան, ձնեց Լուսինեին տեղեկացրեց, որ բացումը լավ է ընթանում։ Անուշը զանգեց Տիգրանին, ինչպես պայմանավորվել էին։ Նա պատասխանեց առաջին իսկ զանգից։ Սկսվում է, ասաց Անուշը։ Տիգրանը զգաց, որ սիրտը սկսում է արագ բաբախել։ Գալիս եմ։ Նա շտապ հագնվեց, քիչ մնալով գլորվի կոշիկները հագնելիս, մեքենան վարեց լուսադեմի դատարկ փողոցների լռության մեջ։ Հիվանդանոց հասավ 40 րոպե անց ուղիղ գնաց ծննդատուն։ Նա անհամբեր սպասում էր ծննդաբերության սենյակից դուրս, այս ու այն կողմ քայլելով սպիտակ ախտահանված միջանցքներով, ձեռքերը քրտնած, սիրտը արագացած։ Յուրաքանչյուր րոպեն հավերժություն էր թվում։ Նա անընդհատ նայում էր ժամացույցին, բայց ժամանակը կարծես չէր շարժվում։ Մտածում էր Լուսինեի մասին, թե ինչի միջով է նա անցնում։ Իրեն անզոր էր զգում, որ չի կարող օգնել։ Հակոբը նույնպես հայտնվեց, Տիգրանի կողմից տեղեկացված լինելով։ Հորեղբայրը սուրճ առաջարկեց ավտոմատից։ Երկուսն էլ այնտեղ մնացին, հորեղբայր Զարմիկ, միասին սպասելով նյարդային համերաշխ լռության մեջ։ Հակոբը ձեռքը դրեց Տիգրանի ուսին։ Դու հիանալի հայր կլինես։ Տիգրանը անվստահ աչքերով նայեց հորեղբորը։ Ինչպես գիտես։ Հակոբը ժպտաց։ Որովհետև դու այստեղ ես։ Որովհետև դու ընտրել ես փոխվել։ Որովհետև դու պատրաստ ես փորձել։ Եվ դա արդեն ավելին է, քան շատերն են անում։ Տիգրանը գլխով արեց, փորձելով կլանել այն վստահությունը, որ հորեղբայրը ներշնչում էր իրեն։ Նա մտածում էր սեփական հոր մասին։ Այն հոր տեսակի մասին, որպիսին Ռուբենն էր եղել։ Ներկա։ Ուշադիր։ Սիրող, բայց խիստ։ Տիգրանը նույնպես ուզում էր այդպիսին լինել։ Ուզում էր, որ Գաբրիելը մեծանա, իմանալով, որ անվերապահորեն սիրված է։ Երբ Գաբրիելի լացը վերջապես արձագանքեց միջանցքներում, ուժեղ առողջ, Տիգրանը զգաց, որ սարսուռն անցնում է իր ամբողջ մարմնով։ Դա եռանդուն, կյանքով լի լաց էր։ Բժիշկը դուրս եկավ սենյակից, լայն ժպտալով։ Հիանալի տղա է։ Մայրն ու երեխան լավ են։ 3 կիլոգրամ 400 գրամ։ 50 սանտիմետր։ 10 մատ ձեռքերին, 10 մատ ոտքերին։ Կատարյալ։ Տիգրանը զգաց, որ ոտքերը դողում են։ Հակոբը գրկեց նրան, թփթփացնելով մեջքին։ Շնորհավորում եմ, հայրիկ։ Տիգրանը ժպտաց արցունքների միջից։ Շնորհակալ եմ, քեռի։ Ամեն ինչի համար։
Տիգրանը խնդրեց տեսնել։ Բժիշկը նրան տարավ սենյակ, որտեղ Լուսինեն էր, այժմ մաքուր կոկիկ։ Նա պառկած էր մահճակալին, ծածկված սպիտակ սավաններով, Գաբրիելին գրկած։ Նա տեսանելիորեն հյուծված էր, մազերը կպած ճակատին ջանքերի քրտինքից, աչքերի տակ շրջանակներ, բայց ժպտում էր։ Մաքուր երջանկության բավարարված հյուծվածության անկեղծ ժպիտ։ Գաբրիելը փաթաթված էր սպիտակ բարուրի մեջ, հագին բաց կապույտ գլխարկ։ Նրա փոքրիկ աչքերը փակ էին, բռունցքները սեղմված, դեմքը վարդագույն կատարյալ։ Տիգրանը դանդաղ մոտեցավ, գրեթե ակնածանքով, կարծես սուրբ բանի էր մոտենում։ Լուսինեն նայեց նրան, նրանց հայացքները հանդիպեցին։ Մի պահ բոլոր վիրավորանքները, բոլոր ցավերը, բոլոր բարդությունները անհետացան։ Կար միայն այդ պահը։ Այդ հրաշքը, որը նրանք միասին էին ստեղծել։ Ուզում ես գրկել նրան, մեղմ հարցրեց Լուսինեն։ Տիգրանը տատանվեց, հանկարծակի լարվելով։ Չգիտեմ, կարող եմ։ Չեմ ուզում նրան վնասել։ Լուսինեն քնքշորեն ժպտաց։ Ոչ ոք առաջին անգամ չգիտի։ Արի։ Կսովորես։ Տիգրանը անհարմար մեկնեց ձեռքերը։ Լուսինեն զգուշորեն Գաբրիելին դրեց նրա ձեռքերի մեջ, ուղղելով դիրքը, ցույց տալով, թե ինչպես պահել գլուխն ու մարմինը։ Երեխան փոքր էր, թեթ, բայց մինույն ժամանակ զարմանալիորեն ամուր։ Տիգրանը նայեց այդ փոքրիկ դեմքին, զգաց մի բան, որը երբեք չէր զգացել։ Անվերապահ սեր։ Բացարձակ։ Հեղեղող։ Մի բան, որը լայնացրեց նրա կուրծքը, մինչ թվում էր, թե պիտի պայթի։ Նա սկսեց լաց լինել։ Արցունքներն ազատ հոսում էին դեմքով, ընկնելով սպիտակ բարուրի վրա։ Լուսինեն լուր հետում էր, նրա աչքերը նույնպես խոնավացել էին, բայց ժպտում էր։ Բար, Գաբրիել, դողացող ձայնով շշնջաց Տիգրանը։ Ես քո հայրն եմ։ Եվ ես խոստանում եմ, հանդիսավոր երդվում եմ, որ կանեմ ամեն ինչ, ինչ իմ ուժերի սահմաններում է, որպեսզի լավ հայր լինեմ քեզ համար։ Ես գիտեմ, որ շատ սխալներ եմ արել, մինչ դու գայիր։ Բայց քեզ հետ ես ամեն ինչ ճիշտ կանեմ։ Ես ներկա կլինեմ։ Քեզ կպաշտպանեմ։ Քեզ կսովորեցնեմ։ Քեզ անվերապահորեն կսիրեմ։ Ես խոստանում եմ։ Գաբրիելը շարժվեց նրա ձեռքերում, փոքր, բայց նշանակալի շարժում։ Նա կարճ ժամանակով բացեց իր փոքրիկ աչքերը, բացահայտելով մուգ հետաքրքրասեր բիբեր, նախքան դրանք նորից փակելը։ Կարծես լսում էր։ Կարծես ընդունում էր այդ հանդիսավոր խոստումը։ Տիգրանը չափազանց նրբորեն համբուրեց Գաբրիելի փոքրիկ ճակատը։ Բարի գալուստ աշխարհ, իմ որդի։ Հաջորդ ամիսները բոլորի համար ինտենսիվ հարմարվողականության շրջան էին։ Լուսինեն ծննդաբերությունից 3 օր անց Գաբրիելի հետ վերադարձավ տուն, սկսեց իր մայրության ճանապարհը։ Անքուն գիշերներ։ Յուրաքանչյուր 3 ժամը մեկ կերակրումներ, որոնք ժամանակը վերածում էին մշուշոտ շփոթեցնող մի բանի։ Օրական տասնյակ անգամ փոխվող տակտիրներ։ Լացեր, որոնք նա սովորեց վերծանել, քաղց, քուն, անհարմարություն, գրկի կարիք։ Դա հյուծիչ էր ֆիզիկապես հուզականորեն, բայց խորապես գոհացուցիչ։ Գաբրիելի յուրաքանչյուր ժպիտ, նույնիսկ եթե դա ռեֆլեքս էր առաջին օրերին, լցնում էր նրա սիրտը աննկարագրելի ուրախությամբ։ Տիգրանը պարբերաբար, գրեթե ամեն օր այցելում էր։ Նա գալիս էր։ Աշխատանքից հետո, ծաղիկներ բերելով Լուսինեի համար, տակտիրներ, պատրաստի ուտելիք, որպեսզի նա ստիպված չլիներ եփել։ Նա սովորեց փոխել տակտիրներ, սկզբում անհարմար շարժումներով մեծ զգուշությամբ, բայց աստիճանաբար ավելի մեծ վստահությամբ։ Սովորեց պատրաստել կաթի շշեր ճիշտ ջերմաստիճանով։ Գաբրիելին այնպես օրորել, որ հանգստանա։ Ճանաչել, թե յուրաքանչյուր տեսակի լաց ինչ է նշանակում։ Ծիծաղելի դեմքեր ընդունել, որոնք ժպիտներ էին կորզում երեխայից։ Սկզբում չափազանց անհարմար էր, բայց շաբաթ առ շաբաթ լավանում էր։ Եվ Լուսինեն, չնայած իր սրտում սպիների պես դաջված բոլոր վիրավորանքներին, ճանաչում էր նրա անկեղծ ջանքերը։ Նա տեսնում էր, թե ինչպես է Տիգրանը նայում Գաբրիելին։ Մաքուր սիրով, լիակատար նվիրումով։ Տեսնում էր, թե ինչպես է նա փորձում։ Ինչպես է նա գալիս նույնիսկ երբ հոգնած է։ Ինչպես չի բողոքում կեղտոտ տակտիրներից կամ անքուն գիշերներից, երբ մնում է օգնելու։ Նա դեռ վրդովմունք էր տածում լքվելու, նրա պատճառած ցավի համար։ Բայց նա տեսնում էր փոխակերպում։ Եվ ընտրեց նրան հնարավորություն տալ ապացուցելու, որ կարող է այլ լինել։
Նրանք հաստատեցին համատեղ դաստիարակության զգույշ ռեժիմ։ Նրանք զույգ չէին։ Երբեք չէին լինի։ Այդ նավը անվերադարձ խորտակվել էր։ Միասին չէին ապրում։ Առանձին կյանքեր էին վարում։ Բայց նրանք ծնողներ էին։ Գաբրիելին դնում էին ցանկացած անձնական անհարմարությունից վեր։ Եվ միասին աշխատում էին համակարգված հարգալից նրա բարօրության համար։ Տիգրանը ստանձնեց բոլոր ֆինանսական պարտականությունները առանց տատանումների կամ բողոքի։ Նա ստեղծեց զգալի կրթական ֆոնդ Գաբրիելի համար, ապահովելով, որ նա կարողանա սովորել լավագույն դպրոցներում, համալսարաններում։ Վճարեց Լուսինեի համար հարմարավետ անվտանգ տան համար, հանգիստ թաղամասում, այգով, որտեղ Գաբրիելը կարող էր խաղալ, երբ մեծանա։ Ապահովեց, որ նա ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է պրեմիում դասի առողջության ապահովագրություն, հուսալի մեքենա, տնային օգնական, որպեսզի նա կարողանա հանգստանալ նվիրվել երեխային։ Բայց փողից ավելի կարևոր, շատ ավելի կարևոր, նա ներկա էր հուզականորեն։ Նա ներկա էր լինում մանկաբուժական այցելություններին, նշումներ անելով պատվաստումների զարգացման փուլերի մասին։ Ամեն օր զանգում էր, հարցնելու, թե ինչպես է Գաբրիելը, լավ է քնել, լավ է ուտում։ Լուսանկարներ, տեսանյութեր էր ուղարկում, երբ ժամանակ էր անցկացնում որդու հետ, պահեր, որոնք խնամքով արխիվացնում էր։ Հուլիսյան մի գիշեր, երբ Գաբրիելը 3 ամսական էր սկսում էր զարգացնել իր բնավորությունը, Տիգրանը նստած էր իր նոր տան բազմոցին, ավելի փոքր անհամեմատ ավելի հարմարավետ, քան նախորդ բնակարանը։ Նա վաճառել էր կենտրոնի շքեղ պենթհաուսը, գնել էր մի հարկանի տուն, այգով Արաբկիրում, ավելի համեստ, բայց շատ ավելի ջերմ մի բան։ Նա Գաբրիելին գրկած էր։ Երեխան արդեն կարողանում էր ավելի լավ պահել գլուխը, նրա աչքերը հետում էին շարժումներին։ Տիգրանը չափազանցված դեմքեր էր ընդունում, լեզուն հանելով, աչքերը լայն բացելով, ծիծաղելի ձայներ հանելով։ Եվ Գաբրիելը ծիծաղում էր։ Հաճելի, խուլ, վարակիչ ծիծաղ, որը լցնում էր սենյակը։ Տիգրանը զգում էր, որ սիրտը լցվում է ամեն անգամ, երբ լսում էր այդ ծիծաղը։ Նա նայեց այդ փոքրիկ էակին, այնքան կախյալ, այնքան մաքուր, այնքան ներուժով լի, մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Ստերը, որոնք կառուցել էր որպես պատեր։ Դավաճանությունները, որոնք տարածել էր որպես թույն։ Սկանդալը, որը պայթել էր որպես ռումբ։ Անկումը, որը անվերջ էր թվում։ Եվ վերսկսումը, դանդաղ ցավոտ, բայց իրական։ Նա շատ բան էր կորցրել։ Անահիտին, որը շատ ավելի լավին էր արժանի։ Անթերի հեղինակությունը, որը կառուցել էր տարիներ շարունակ։ Ընկերությունն այն տեսքով, ինչպես ճանաչում էր, հզոր, բայց հոգուց զուրկ։ Ընկերներին, որոնք պարզապես շահամոլներ էին։ Բայց նա ձեռք էր բերել անհամեմատ ավելի արժեքավոր բան։ Որդի։ Երկրորդ հնարավորություն, որը շատերը երբեք չեն ստանում։ Ավելի լավը լինելու, այլ ժառանգություն կառուցելու հնարավորություն։ Գաբրիելը հորանջեց, փոքրիկ սիրուն հորանջ։ Տիգրանը ժպտաց նրան ավելի մոտ քաշեց, զգալով երեխայի հանգստացնող ծանրությունը կրծքին։ Հակոբը հաճախ էր այցելում Տիգրանին, տպավորված հպարտ այն փոփոխություններով, որոնց ականատես էր լինում։ Երկուսի միջ իսկապես մտերիմ հարաբերություններ էին ձևավորվել, ավելի ամուր, քան երբևէ։ Օգոստոսյան մի գիշեր, երբ նրանք սուրճ էին խմում Տիգրանի տան պատշգամբում, դիտելով հազվագյուտ աստղերը, որոնք կարողանում էին ճեղքել Երանի լուսային աղտոտումը, Հակոբն ասաց մի բան, որը Տիգրանը երբեք չէր մոռանա։ Քո հայրը չափազանց հպարտ կլիներ նրանով, ում դու դառնում ես։ Տիգրանը անկեղծ խոցելի զարմանքով նայեց հորեղբորը։ Նույնիսկ այն ամենից հետո, ինչ ես արել եմ։ Այդ սարսափելի սխալներից հետո։ Այն ձից հետո, որով ես արատավորեցի ընտանիքի անունը։ Հակոբը վճռականորեն գլխով արեց։ Հատկապես այդ ամենից հետո։ Որովհետև դու ընկար, Տիգրան։ Դաժան ընկար։ Բայց ոտքի ես կանգնում։ Եվ դա անում ես ճիշտ ձով։ Խոնարհությամբ, պատասխանատվությամբ, քաջությամբ։ Քո հայրը միշտ ասում էր, որ մարդու բնավորությունը չափվում է ոչ թե նրանով, թե քանի անգամ է նա ընկնում, այլ թե քանի անգամ է ոտքի կանգնում։ Եվ դու ոտքի ես կանգնում։ Տիգրանը ցավոտ կոկորդում կուտակված գունդ զգաց։ Ես պարզապես կուզենայի, որ նա այստեղ լիներ, Գաբրիելին տեսնելու։ Իր թոռանը ճանաչելու։ Ինձ ուղղորդելու։ Հակոբը ամուր ձեռքը դրեց Զարմիկի ուսին։ Նա այստեղ է։ Ինչ որ ձով, ինչ որ տեղ, նա տեսնում է։
Եվ ժպտում է։ Լուսինեն նույնպես վերակառուցվում էր, բացահայտելով իր նոր տարբերակը։ Նա վերադարձավ կես դրույքով աշխատանքի, երբ Գաբրիելը դարձավ 6 ամսական, նրան թողնելով չափազանց վստահելի դայակի հետ, որին Տիգրանն օգնել էր գտնել վճարել։ Լուսինեն բացահայտեց, որ բացարձակապես հնարավոր է լինել նվիրված մայր մի նույն ժամանակ պահպանել սեփական ինքնությունը, դեռ ունենալ մասնագիտական հավակնություններ, դեռ ունենալ անհատական երազանքներ։ Գաբրիելը նրա բացարձակ առաջնահերթությունն էր, անվիճելիորեն, բայց նա նույնպես կարևոր էր։ Նրա կարիքները կարևոր էին։ Նա 8 ամիս անց նորից սկսեց հանդիպել, սկզբում ոչ մի լուրջ բան։ Պարզապես ծանոթանում էր մարդկանց հետ հավելվածների միջոցով, զգուշորեն փորձարկելով ջրերը։ Երբեմն ընթրիքներ, զրույցներ սրճարաններում։ Նա բոլորովին չէր շտապում։ Հուսահատորեն չէր փնտրում մեկին, որը կլրացներ դատարկությունը։ Գաբրիելը լիովին լցնում էր նրա սիրտը։ Բայց նա գիտեր, որ արժանի է նա ռոմանտիկ երջանկության, որ արժանի է առողջ փոխադարձ սիրո, եւ որ մի օր, երբ իսկապես պատրաստ լինի գտնի ճիշտ մարդուն, նա թույլ կտա, որ ինչ-որ մեկը նորից մտնի իր կյանք։ Բայց այս անգամ, լայն բացված աչքերով, շատ հստակ սահմաններով։ Այդ փոխակերպիչ տրավմատիկ գիշերվանից 1 տարի անց, Լուսինեն մտերմիկ խնջույք կազմակերպեց, նշելու Գաբրիելի մեկամյակը։ Նա հրավիրեց Անուշին, որն անսասան ժայռ էր եղել այդ ամբողջ ընթացքում։ Մի քանի մտերիմ ընկերուհիների, որոնք անվերապահ աջակցություն էին ցուցաբերել։ Եվ Տիգրանին, իհարկե։ Հակոբը նույնպես հրավիրված էր, անկեղծ սեր տածելով իր թոռան նկատմամբ։ Նրանք հավաքվել էին Լուսինեի տան փոքրիկ այգում, տոնականորեն զարդարված կապույտ սպիտակ գունավոր փուչիկներով, Գաբրիելի անունով ժապավեններով, քաղցրավենիքով աղանդերով լի սեղանով, որոնք սիրով էին պատրաստվել։ Գաբրիելը նստած էր հատուկ բարձր աթոռին, հագին սիրուն բաց կապույտ տոնական հագուստ, փոքրիկ կախիչներով։ Նա իր թմբլիկ ձեռքերով հարվածում էր աթոռի սկուտեղին, ոգորված ամբողջ ուշադրությունից, աղմուկից, գույներից։ Երբ եկավ ծնունդը շնորհավորը ի ժամանակը, բոլորը հավաքվեցին շուրջը։ Լուսինեն պահում էր կապույտ գլազուրով զարդարված տորթիկ, մեկ թվի տեսքով մոմով։ Տիգրանը կանգնած էր նրանց կողքին, բջջայինով նկարահանելով յուրաքանչյուր վայրկյանը, ցանկանալով հավերժացնել այդ պահը։ Բոլորը երգեցին ծնունդը շնորհավոր ոգորված ոչ այնքան ներդաշնակ ձայներով։ Գաբրիելը հիացած նայում էր մոմի բոցին, նրա լայն բացված աչքերը արտացոլում էին լույսը։ Երբ երգն ավարտվեց, Լուսինեն օգնեց Գաբրիելին փչել մոմը, նրա հետ միասին փչելով։ Բոլորը խանդավառ ծափահարեցին։ Տիգրանը մոտեցավ, հուզմունքը դեմքին ակնհայտ, անսահման քնքշությամբ համբուրեց որդու փափուկ ճակատը։ Ծնունդը շնորհավոր, իմ արքայազն։ Իմ սեր։ Իմ ամբողջ կյանք։ Գաբրիելը նայեց հորը պայծառ անատամ ժպիտ տվեց, որը լիովին հալեցրեց Տիգրանի սիրտը։ Նա զգաց, որ աչքերը այրվում են մաքուր երախտագիտության արցունքներից։ Երախտագիտություն այդ պահի համար։ Այդ տղայի համար։ Այս երկրորդ հնարավորությունը ստանալու համար։ Ավելի ուշ, երբ հյուրերն աստիճանաբար հեռացել էին, Տիգրանն օգնեց Լուսինեին մաքրել խնջույքի ուրախ անկարգությունը։ Նրանք աշխատում էին կողք կողքի հարմարավետ ընկերական լռության մեջ, ափսեները դնելով տուփերի մեջ, օգտագործված բաժակներն ու անձեռոցիկները գցելով աղբամանը, հավաքելով փչված փուչիկները։ Երբ ավարտեցին, այգին վերադարձել էր իր նորմալ վիճակին։ Լուսինեն թարմ սուրճ պատրաստեց, երկուսն էլ նստեցին հետի փոքրիկ պատշգամբում։ Գիշերը հաճելի էր, մեղմ զեփյուռը հարան այգուց հասմիկի բույր էր բերում։ Նրանք այնտեղ մնացին, դիտելով սակավ, բայց պայծառ աստղերը։ Հրաշալի օր էր, ասաց Լուսինեն, կոտրելով լռությունը։ Տիգրանը ջերմորեն համաձայնեց։ Բացարձակապես կատարյալ էր։ Նրան այդքան երջանիկ տեսնելը, շրջապատված մարդկանցով, որոնք սիրում են նրան։ Կին չունի։ Լուսինեն կողքից նայեց նրան, ուսումնասիրելով նրա պրոֆիլը։ Դու շատ ես փոխվել այս տարվա ընթացքում, Տիգրան։ Խորապես փոխվել ես։ Տիգրանը շրջվեց, նրան նայելու։ Ես պետք է փոխվեի։ Այլապես կկորցնեի այն ամենը, ինչն իսկապես կարևոր է։ Լուսինեն մեղմորեն գլուխը թափ տվեց։ Ոչ։ Դու ընտրեցիր փոխվել։ Կարող էի շարունակել զոհի տեղ դնել քեզ, մեղադրել ուրիշներին, փախչել։ Բայց դու ընտրեցիր դիմակայել։
Եվ դա է ձախողման աճի միջ վճռորոշ տարբերությունը։ Տիգրանը լարված նայեց նրան։ Ես գիտեմ, որ երբեք չեմ կարողանա լիովին ուղղել այն, ինչ արել եմ։ Գիտեմ, որ քեզ վիրավորել եմ այնպես, որ լիակատար վերադարձ չկա։ Որ քանդել եմ քո վստահությունը այնպես, որ մշտական սպիներ են թողել։ Բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, պետք է որ իմանաս, որ ես խորապես երախտապարտ եմ։ Որ դու ինձ այս հնարավորությունը տվեցիր։ Որ թույլ ես տալիս ինձ լինել Գաբրիելի կյանքի մի մասը։ Որ չհանձնվեցիր ինձնից, երբ ես չափազանց արժանի էի, որ դու հանձնվեիր։ Լուսինեն զգաց, որ արցունքները բարձրանում են, չփորձեց զսպել դրանք։ Ես դա քեզ համար չեմ արել, Տիգրան։ Ես դա Գաբրիելի համար եմ արել։ Նա արժանի է հայր ունենալու։ Եվ, չնայած բացարձակապես ամեն ինչին, դու իսկապես փորձում ես լինել այդպիսին։ Տիգրանը գլխով արեց, կուլ տալով կոկորդի գունդը։ Ես կշարունակեմ փորձել։ Ամեն օր։ Կյանքիս մնացած մասում։ Լուսինեն նրբորեն սրբեց արցունքները։ Գիտեմ, որ կանես։ Ես դա տեսնում եմ։ Երկուսը մի որոշ ժամանակ էլ լուռ մնացին։ Դա լարվածությամբ լի անհարմար լռություն չէր։ Դա ընդունման լռություն էր։ Փոխադարձ հասկացողության։ Շատ աշխատանքի միջոցով ձեռք բերված հարգանքի։ Նրանք երբեք զույգ չէին լինի։ Այդ գլուխը անդառնալիորեն փակվել էր, էջերը մշտապես սոսնձված։ Երբեք չէին ունենա այն ռոմանտիկ ավարտը, որի մասին Լուսինեն մի ժամանակ արթուն երազում էր, կատարյալ հարսանիքով ավանդական ընտանիքով։ Բայց նրանք ունեին այլ բան, նույնքան արժեքավոր։ Նրանք ունեին արտասովոր որդի։ Փոխադարձ հարգանք, ձեռք բերված դժվարությունների միջոցով։ Եվ անսասան համոզմունք, որ միասին, բայց առանձին, կարող են Գաբրիելին լավ կյանք տալ։ Հավասարակշռված, առատ սիրով լի կյանք, նույնիսկ եթե դա գալիս էր տարբեր կողմերից։ Անահիտը նույնպես ներկա էր անսպասելի հուզիչ ձով։ Նա երբեք անձամբ չհանդիպեց Գաբրիելին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Բայց նա խնամքով ընտրված նվեր էր ուղարկել նրա ծննդյան օրը։ Դա գեղեցիկ նկարազարդված մանկական գիրք էր, ձեռագիր նվիրատվությամբ, էլեգանտ գեղագրությամբ։ Գաբրիելին։ Թող որ դու մեծանաս ճշմարտությամբ, ազնվությամբ անվերապահ սիրով լի աշխարհում։ Թող որ սովորես, որ սխալները մարդկային ճանապարհի մի մասն են, բայց մեր բնավորությունը որոշվում է նրանով, թե ինչպես ենք մենք արձագանքում դրանց։ Սիրով լավագույն մաղթանքներով, Անահիտ։ Լուսինեն մի քանի անգամ կարդաց նվիրատվությունը, զգալով հույզերի բարդ ալիք։ Հիացմունք Անահիտի հոգու մեծահոգության համար։ Տխրություն այն հանգամանքների համար, որոնք նրանց կապում էին։ Երախտագիտություն ուղերձի համար։ Նա գիրքը չափազանց զգուշությամբ դրեց Գաբրիելի սենյակի հատուկ դարակում։ Մի օր, երբ նա բավականաչափ մեծ լինի, հասկանալու մարդկային հարաբերությունների բարդությունը, Լուսինեն կպատմի ամբողջ պատմությունը։ Ոչ թե որևէ մեկին փառաբանելու կամ դատապարտելու համար, այլ սովորեցնելու հետանքների, պատասխանատվության, ներման փոփոխության մարդկային կարողության մասին։ Կյանքը շարունակեց իր բնականոն ընթացքը։ Վերքերը աստիճանաբար սպիացան, թողնելով սպիներ, որոնք լիովին չէին անհետանա, բայց գնալով ավելի քիչ էին ցավում։ Տիգրանը շարունակեց մանրակրկիտ վերականգնել իր հեղինակությունը, ոչ թե դատարկ գովազդային արշավների կամ դատարկ հայտարարությունների միջոցով, այլ կոնկրետ հետողական գործողություններով։ Նա դարձավ օրինակելի ներկա հայր։ Ավելի էթիկական գործարար, որն առաջնահերթում էր ազնվությունը արագ շահույթներից։ Իր թերություններին ավելի տեղյակ, ակտիվորեն ավելի լավը դառնալու վրա աշխատող մարդ։ Լուսինեն շարունակեց Գաբրիելին մեծացնել անվերապահ սիրով անսասան նվիրումով, երբեք չմոռանալով նա հոգ տանել իր մասին։ Նա ծաղկում էր մասնագիտական առումով։ Առողջ ընկերություններ էր կառուցում։ Հոբբիներ էր պահպանում։ Հոգ էր տանում իր հոգեկան առողջության մասին, պարբերաբար թերապիայի միջոցով։ Անահիտը շարունակեց իր փոխակերպիչ ճանապարհը, օգնելով այլ կանանց, իր անձնական ցավը վերածելով ավելի մեծ նպատակի։ Նա դարձավ ազգային ճանաչում ունեցող բանախոս։ Գրեց գիրք առողջ հարաբերությունների մասին, որը դարձավ բեսթսելլեր։ Խորը բավարարվածություն գտավ աշխատանքում։ Եվ Գաբրիելը մեծանում էր։ Հայկական արի տակ անցնող յուրաքանչյուր օրվա հետ նա դառնում էր ավելի խելացի, ավելի հետաքրքրասեր, ավելի ուրախ։
Նա սովորեց շրջվել, հետո նստել, հետո սողալ, հետո ոտքի կանգնել, հենվելով յուրաքանչյուր փուլը նշվում էր ինտենսիվ ուրախությամբ։ Նա չգիտեր այն բարդ ցավոտ պատմության մասին, որը հանգեցրել էր իր աշխարհ գալուն։ Նա չգիտեր Սարտոստայնի պես հյուսված ստերի մասին, դանակի պես կտրող, դավաճանությունների մասին, որոտի պես պայթած սկանդալի մասին։ Նա միայն գիտեր այն բացարձակ վստահությամբ, որը միայն փոքր երեխաներն ունեն, որ խորապես սիրված է։ Հոր կողմից, որը պարբերաբար հայտնվում էր ժպիտներով, գրկախառնություններով։ Մոր կողմից, որը միշտ ներկա էր։ Իր շրջապատի մարդկանց կողմից, որոնք նրան քնքշությամբ էին վերաբերվում։ Եվ ի վերջո, գուցե հենց դա էր, որ իսկապես կարևոր էր։ Սերը, որը գոյություն ունի, պահպանվում է, չնայած մարդկային անկատարություններին։ Վերսկսելու կարողությունը, նույնիսկ դաժան ընկնելուց հետո։ Ամեն արածակին ավելի լավը լինելն ընտրելու ուժը։ Այդ դրամատիկ գիշերվանից 2 տարի անց, որը մշտապես փոխեց այդքան շատ կյանքեր, Տիգրանը իր նորացված գրասենյակում էր, վերանայելով կարևոր փաստաթղթեր։ Ուրբաթ օրվա երեկո էր, մայր մտնող արը երկինքը ներկում էր վառ նարնջագույն, նուրբ վարդագույն խորը մանուշակագույն գույներով։ Նրա բջջայինը թրթռաց։ Լուսինեից հաղորդագրություն էր։ Գաբրիելի լուսանկարը։ Նա նստած էր սենյակի հատակին, շրջապատված գունավոր խաղալիքների քաոսային աշտարակով, ծիծաղում էր այնպես անկաշկանդ անկեղծ, ինչպես միայն երեխաներն են կարողանում։ Նկարագրության մեջ գրված էր. Նա քեզ սպասում է ընթրիքի։ Այսօր գալիս ես։ Տիգրանը լայն ժպտաց։ Իսկական ժպիտ, որը հասնում էր նրա աչքերին, լուսավորում նրա արտահայտությունը։ Արագ գրեց պատասխանը. Արդեն գալիս եմ։ Անհամբեր սպասում եմ։ Նա խնամքով դասավորեց փաստաթղթերը, կարգի բերեց սեղանը, վերցրեց աթոռից կախված բաճկոնը, անջատեց լույսերը։ Գրասենյակից դուրս եկավ, մեղմ սուլելով, մի բան, որ տարիներ շարունակ չէր արել։ Երանի բանուկ փողոցներով մեքենա վարելիս, երեկոյան տիպիկ խցանումների միջով անցնելով այն համբերությամբ, որը նախկինում չուներ, Տիգրանը մտածում էր այն ամենի մասին, ինչ ապրել էր։ Գլխապտույտ բարձունքները, կործանարար անկումները, սարսափելի սխալները, որոնք քիչ էր մնում ամեն ինչ ոչնչացնեին։ Փոքր, բայց նշանակալի ճիշտ քայլերը։ Ավելի լավ մարդ դառնալու ճանապարհը։ Նա կատարյալ չէր։ Դրանից շատ հեռու։ Երբեք չէր լինի։ Բայց նա ակտիվորեն փորձում էր։ Ամեն օր արթնանում էր ընտրում լինել այն տղամարդը, որին իր որդին արժանի էր ունենալ որպես հայր։ Այն տղամարդը, որին իր հայրը, Ռուբենը, հպարտությամբ որդի կանվաներ։ Եվ գուցե, ի վերջո, հենց դա էր, որ իսկապես բնորոշում էր մարդուն։ Ոչ թե անխուսափելի սխալները, որոնք նա գործում էր իր անկատար կյանքի ընթացքում, այլ դրանց ազնվորեն դիմակայելու քաջությունը, հետողականորեն ավելի լավը անելու անսասան վճռականությունը։ Տիգրանը հասավ Լուսինեի տուն, զգուշորեն կայանեց։ Բեռնաղցիկից հանեց նվերներով տոպրակ, Գաբրիելի համար նոր հեքիաթների գիրք, շոկոլադներ, որոնք Լուսինեն սիրում էր, թարմ ծաղիկներ, որովհետև նա արժանի էր ճանաչման փոքրիկ ժեստերի։ Քայլեց դեպի դուռը, զանգը տվեց։ Մյուս կողմից լսեց շտապողական քայլերի ձայներ։ Դուռը բացվեց, բացահայտելով Գաբրիելին, այժմ 2.5 տարեկան, որը վազում էր դեռ մի փոքր անհարմար, բայց ոգորությամբ լի ոտքերով։ Հայրիկ, գոռաց նա մաքուր անձտիր ուրախությամբ։ Տիգրանն արագ կռացավ, լայն բացեց ձեռքերը։ Գաբրիելը բացարձակ վստահությամբ թռավ նրա գիրկը, Տիգրանը նրան բարձրացրեց օդ, պտտեցնելով, մինչ տղան բարձր ծիծաղում էր, այն ծիծաղը, որը Տիգրանի երբեք լսած ամենագեղեցիկ երաժշտությունն էր։ Լուսինեն դիտում էր դռան մոտից, հենված շեմին, անկեղծ ուրախությամբ ժպտալով. Ներս արի։ Ընթրիքը գրեթե պատրաստ է։ Հրաշալի բույր է գալիս։ Տիգրանը ներս մտավ, Գաբրիելին գրկած, որը չէր ուզում գետնին իջնել։ Տունը համեղ տնական ուտելիքի բույրով էր լցված։ Խոտաբույսերով տապակած հավ, սխտորով բրինձ, համեմված լոբի, թարմ աղցան։ Սեղանը գցված էր պարզ, բայց հյուրընկալ ափսեներով։ Ծաղիկներ, ծաղկամանի մեջ, կենտրոնում։ Ամեն ինչ պարզ էր, բայց լի մարդկային ջերմությամբ, սիրով։ Տիգրանը Գաբրիելին նստեցրեց իր հատուկ աթոռին, կապելով անվտանգության գոտին։ Գաբրիելն անմիջապես սկսեց ռիթմիկ հարվածել, գթալով սկուտեղին, ոգորված։ Նրանք միասին նստեցին ընթրելու։
Ոչ ավանդական ընտանիք։ Ոչ կատարյալ, ըստ սովորական չափանիշների։ Բայց գործուն։ Սիրող։ Իրական։ Խոսեցին օրվա մասին։ Լուսինեն պատմեց աշխատանքի Գաբրիելի առաջընթացի մասին մանկապարտեզում։ Տիգրանը կիսվեց ընկերության նորություններով Հակոբի հետ զրույցներով։ Գաբրիելը փորձում էր մասնակցել խոսակցությանն իր ընդլայնվող բառապաշարով, ասելով առանձին բառեր բոլորին ծիծաղեցնելով։ Դա սովորական պահ էր։ Նույնիսկ առօրեական։ Բայց կատարելապես արտասովոր իր իսկական պարզության մեջ։ Ընթրիքից հետո Տիգրանն օգնեց լողացնել Գաբրիելին, մի գործ, որը նա սովորել էր սիրել։ Գաբրիելը խաղում էր ռետինե բատիկներով լոգարանում, ջուր ցողելով ամենուր, մինչ Տիգրանը ձացնում էր, թե բողոքում է, բայց անկեղծորեն ծիծաղում էր։ Լոգանքից հետո Գաբրիելին հագցրին փափուկ գիշերանոց, մանկական օճառի երիցուկի շամպունի բույրով։ Տիգրանը նրան տարավ սենյակ պառկեցրեց մահճակալին։ Գաբրիելը բռնել էր իր սիրելի փափուկ արջուկը, աչքերն արդեն ծանրացել էին քնից։ Հեքիաթ պատմիր, հայրիկ, քնաթաթախ ձայնով խնդրեց Գաբրիելը։ Տիգրանը նստեց մահճակալի եզրին, սկսեց հորինել մի պատմություն քաջ վիշապիկի մասին, որը սովորեց թռչել։ Նրա ձայնը մեղմ էր, ռիթմիկ, հանգստացնող։ Գաբրիելը պայքարում էր քնի դեմ, ցանկանալով լսել մինչ վերջ, բայց ի վերջո նրա փոքրիկ աչքերը լիովին փակվեցին։ Տիգրանը պատմությունն ավարտեց շշուկներով։ Անսահման սիրով համբուրեց որդու ճակատը։ Սիրում եմ քեզ, Գաբրիել։ Այս աշխարհում ամեն ինչից շատ։ Լավ քնիր, իմ արքայազն։ Տիգրանը լուր դուրս եկավ սենյակից, անջատելով լույսը, բայց թողնելով գիշերային լամպը միացված։ Վերադարձավ հյուրասենյակ, որտեղ Լուսինեն սպասում էր երկու բաժակ թեյով։ Նրանք միասին նստեցին բազմոցին, հարգալից տարածություն պահպանելով իրար միջ։ Սկզբում լուր խմեցին թեյը, հետո խոսեցին Գաբրիելի պլանների մասին։ Դպրոց։ Արտադասարանային զբաղմունքներ։ Արձակուրդներ։ Խոսում էին որպես գործընկերներ։ Որպես համացնողներ։ Որպես մարդիկ, որոնք կիսում էին իրենց կյանքի ամենակարևոր պատասխանատվությունը։ Երբ գիշերն առաջացավ, եկավ Տիգրանի գնալու ժամանակը, նա ոտքի կանգնեց։ Լուսինեն նրան ուղեկցեց մինչ դուռը։ Շնորհակալ եմ, որ թույլ ես տալիս ինձ լինել սրա մի մասը, անկեղծորեն ասաց Տիգրանը։ Որ թույլ ես տալիս ինձ ներկա լինել նրա կյանքում։ Լուսինեն մեղմ ժպտաց։ Դու պետք չէ շնորհակալություն հայտնես սեփական որդուդ համար ներկա լինելու համար, Տիգրան։ Դա նվազագույնն է, ինչ սպասվում է։ Բայց ես ընդունում եմ, որ դու նվազագույնից ավելին ես անում։ Լավ ես անում։ Տիգրանը զգաց, որ կուրծքը տաքանում է ճանաչումից։ Նա դուրս եկավ զով գիշեր, նստելով իր մեքենան։ Երանի լուսավորված փողոցներով տուն վերադառնալիս նա զգաց մի խաղաղություն, որը տարիներ շարունակ չէր ճանաչում։ Դա ամեն ինչ կատարյալ ունենալու խաղաղությունը չէր, այլ ճիշտ ճանապարհին լինելու խաղաղությունը։ Իրական բան կառուցելու։ Այն մարդը լինելու, որն ընտրել էր լինել։ Երբ տուն հասավ, ներս մտավ, բանալիները գցեց մուտքի սեղանիկին, ուղիղ գնաց ննջասենյակ։ Հագուստը փոխեց, պառկեց մահճակալին, երկար ժամանակ անց առաջին անգամ խորը քնեց։ Առանց մղձավանջների։ Առանց անհանգստության։ Պարզապես այն մարդու հանգիստ քունը, որը, վերջապես, խաղաղության մեջ էր ինքն իր հետ։ Եվ մինչ նա քնած էր, քաղաքի մյուս մասում Լուսինեն վերջին անգամ ստուգում էր Գաբրիելին, քնելուց առաջ։ Նա ուղղեց վերմակը նրա վրա, դիտեց, թե ինչպես է կուրծքը ռիթմիկ բարձրանում ու իջնում։ Ժպտաց բացարձակ մայրական սիրով։ Երանի մեկ այլ մասում Անահիտը տանն էր, գրելով իր երկրորդ գրքի հաջորդ գլուխը, փորձառությունները վերածելով իմաստության։ Եվ Հակոբը, այն տանը, որը պատկանել էր իր եղբորը, նայում էր Ռուբենի շրջանակված լուսանկարին ժպտում, շշնջալով։ Նրա մոտ ստացվում է, եղբայր։ Վերջապես ստացվում է։ Սկանդալը, որը ցնցել էր նրանց կյանքերը, դարձել էր անցյալի մի մաս։ Ոչ մոռացված։ Երբեք չմոռացված։ Բայց մարսված։ Ընդունված։ Ինտեգրված։ Եվ քաոսից ծնվել էր նոր բան։ Անկատար։ Իրական։ Բայց անկեղծ։ Ապացուցելով, որ նույնիսկ ամենամեծ փոթորիկներից հետո հնարավոր է վերակառուցել։ Հնարավոր է աճել։
Հնարավոր է գտնել քավություն ոչ թե դատարկ խոսքերի, այլ հետողական գործողությունների ամեն օր ցուցաբերվող սիրո միջոցով։ Եվ գուցե դա էր ամենակարևոր դասը։